Երբ զգացել եք սխալ ընտրության ծանրությունը, որը տարիներ շարունակ լռության մեջ արձագանքում է, երեխայի փխրուն ձայնի մեջ նա լսում է մի եղբոր արձագանքները, որին ամբողջ աշխարհը փորձում էր լռեցնել։ Հպվելով իր իսկ պատճառած վերքերին, նա բացահայտում է, որ քավությունը միշտ չէ, որ ներելն է, երբեմն այն գործելն է։ Դուք հավատո՞ւմ եք, որ յուրաքանչյուր սխալ կարելի է ուղղել, թե՞ կան ճշմարտություններ, որոնք չափազանց ուշ են գա։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին գրել, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Երանի այդ հուլիսյան առավոտվա շոկն այնպիսին էր, որ կպչում էր մաշկիդ, որ ստիպում էր ասֆալտին ալիքվել կանգնած մեքենաների անվադողերի տակ։ Խաչիկ Մանուկյանը կարգավորեց իր ներմուծված Մերսեդեսի օթորակիչը հոգոց հանեց, նայելով իր դաստակին փայլող շվեյցարական ձեռքի ժամացույցին։ Եվս մեկ ուշացում։ Եվս մեկ հանդիպում, որը կսկսվեր ոչ սահմանված ժամին։ Բայց մի մարդու համար, ով ներմուծումների անշարժ գույքի ներդրումների կայսրություն էր կառուցել, Տիգրան Մեծի պողոտայի խցանման մեջ մի քանի րոպե սպասելը ոչ այլ ինչ էր, քան հարկադրված դադար, նրա օրերը կլանող գործերի հորցանուտի մեջ։ Նա ուղղեց իր անթերի սպիտակ վերնաշապկի օձիքը, հետին տեսադաշտի հայելու մեջ ստուգելով, թե արդյոք իր թանկարժեք փողկապը կատարյալ դիրքում է։ Արտաքին տեսքը կարևոր էր։ Միշտ էլ կարևոր է եղել։ Հայրը, ով Լիբանանից եկել էր 70-ականներին, ընդամենը մեկ ճամպրուկով մի երազանքով, սովորեցրել էր նրան դա։ Հաջողության։ Պատկերը ձգում էր հաջողություն։ Հարգանքը նախ նվաճվում էր աչքերով, հետո գործերով։ Լուսացույցը դեռ կարմիր էր։ Խաչիկը մատներով թխկացնում էր կաշվե ղեկին, մտածելով թվերով լի աղյուսակի մասին, որն իրեն սպասում էր գրասենյակում։ Դեպի Հայաստանի մարզեր ընդլայնումը հաստատման վերջին փուլում էր։ Գյումրի, Վանաձոր, Արմավիր։ Քաղաքներ, որոնք աճում էին բարձրակարգ ձեռնարկությունների կարիք ունեին։ Նա հստակ գիտեր, թե ինչպես դրանից օգուտ քաղել։ Հենց այդ պահին նա տեսավ աղջկան։ Նա հայտնվեց մեքենաների միջից, որպես ներկայի ուրվական, որը համառորեն պահանջում էր իրեն անտեսել։ Փոքրիկ, փխրուն, խունացած վարդագույն զգեստով, որը երբե պատկանել էր մեկ այլ երեխայի, գուցե նրանից առաջ 3 կամ 4 ուրիշների։ Բոբիկ ոտքերը սարսափելի սովորությամբ կոխկրտում էին տաք ասֆալտը։ Ձեռքերում ոչինչ չուներ։ Ափը չէր մեկնել մետաղադրամներ խնդրելու։ Կոնֆետներ կամ անձեռոցիկներ չէր առաջարկում։ Պարզապես քայլում էր մեքենաների միջով այն վճռական քայլվածքով, որը բնորոշ է մեկին, ով չափազանց լավ գիտի աշխարհի այդ կտորը։ Խաչիկը շրջեց դեմքը։ Առաջին անգամ չէր, որ փողոցում երեխաներ էր տեսնում։ Երանը հազարավորներ ուներ։ Նա նվիրատվություններ էր անում բարեգործական հաստատություններին, տարեվերջին առատաձեռն չեկեր ուղարկում իր հաշվապահի կողմից առաջարկված ՀԿ-ներին։ Իր բաժինն անում էր, հավատում էր դրան։ Բայց ուղիղ նայելը, անձամբ ներգրավվելը այլ բան էր։ Դա մի սահման անցնել էր, որը նա սովորել էր չանցնել։ Աղջիկը, սակայն, առաջ չգնաց։ Կանգնեց վարորդի պատուհանի մոտ, որը բավականաչափ բաց էր, որպեսզի ներս թողներ մի փոքր պակաս խեղդող օդ։ Խաչիկը զգաց նրա հայացքը նույնիսկ նախքան գլուխը շրջելը։ Դա լուրջ ծանրություն էր, մի ներկայություն, որը ուշադրություն էր պահանջում, առանց որևէ բառ արտասանելու։ Երբ վերջապես զիջեց նայեց, այն, ինչ տեսավ, շփոթեցրեց նրան։ Երեխայի աչքերը մեծ էին, չափազանց խորն այդ տարիքի մեկի համար։ Այնտեղ չկար 4, գուցե 5 տարեկան աղջկան բնորոշ անմեղությունը։ Կար հասկացողություն, մի տեսակ հոգնած իմաստություն, որը Խաչիկին անհարմարավետություն պատճառեց։ Կարծես նա իր մեջ մի բան էր տեսնում, որը ինքը Խաչիկը նախընտրում էր տեսնել։ Աղջիկը գլուխը թեթակի թեքեց կողքի, ուսումնասիրելով նրան։ Խաչիկը զգաց, թե ինչպես սարսուռն անցավ իր վզով, չնայած շոքին։ Այդ ժեստի, այդ դիտելու ձի մեջ ինչ-որ ծանոթ բան կար։ Բայց դա անհնար էր։ Նա չէր ճանաչում այդ երեխային։ Երբեք նրան չէր տեսել։ Եվ հետո նա խոսեց։ Ձայնը բարակ էր, բայց պարզ։ Առանց վախի, առանց տատանման։ Դուք նման եք հայրիկիս։ Խաչիկը թարթեց, վստահ լինելով, որ սխալ է լսել։ Խցանման աղմուկը, անհամբեր ազդանշանները, արագացող շարժիչները, այս ամենը պետք է որ աղավաղած լիներ բառերը։
Նա բացեց բերանը, ինչ-որ բան պատասխանելու, որե բան, որն իմաստ կունենար, բայց աղջիկը շարունակեց, այն, ինչ նա ասաց հետո, ստիպեց Խաչիկի աշխարհը սասանվել իր հիմքերից։ Իսկ հայրիկիս անունը նույնն է, ինչ ձեր եղբորը։ Խաչիկի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ղեկը բռնած ձեռքերը հանկարծ սառեցին, քրտնեցին։ Մի անուն։ Նա անուն էր հիշատակել։ Ոչ բարձրաձայն, բայց նրա ասելուձից, խոսելու վստահությունից Խաչիկը հստակ հասկացավ, թե ում մասին է խոսքը։ Վահագն։ Վահագն Մանուկյան։ Նրա կրտսեր եղբայրը։ Եղբայրը, որին նա չէր տեսել 7 տարի։ Եղբայրը, որին նա տնից վռնդել էր մի վեճից հետո, որը ընտանիքը 2 մասի էր բաժանել։ Եղբայրը, որն անհետացել էր առանց հետ թողնելու, առանց բացատրությունների, առանց հրաժեշտի խոսքի։ Խաչիկը զգաց կոկորդի սեղմվելը։ Ոչ, չէր կարող լինել։ Դա անհնար էր։ Վահագնը երեխաներ չուներ։ Նա ամուսնացած չէր։ Ապրում էր անկանոն կյանքով, միշտ խառնված խնդիրների մեջ, միշտ ինչ-որ մեկին պարտք, միշտ սխալ ընտրություններ անելով։ Ոչ մի կերպ այդ աղջիկը չէր կարող նրա հետ կապ ունենալ։ Բայց նրա աչքերը։ Այդ աչքերը։ Խաչիկը ճանաչում էր այդ աչքերը։ Դրանք իրենց մոր աչքերն էին։ Լուսացույցը բացվեց։ Նրա հետից անհամբեր ազդանշան հնչեց։ Խաչիկը չշարժվեց։ Չէր կարողանում։ Աղջիկը դեռ այնտեղ էր, կանգնած, նայում էր իրեն, կարծես ինչ-որ բանի էր սպասում։ Կարծես գիտեր, որ նա պարզապես չի հեռանա։ Եվս մեկ ազդանշան։ Ավելի բարձր, ավելի համառ։ Տաքսու վարորդը զայրացած ժեստ արեց պատուհանից։ Խաչիկը խորը շունչ քաշեց, փորձելով վերականգնել վերահսկողությունը։ Պետք էր գնալ։ Գործեր ուներ։ Կառավարելու ընկերություն ուներ։ Չէր կարող այն մնալ կանգնած պողոտայի մեջտեղում, զրուցելով փողոցի երեխայի հետ, որն անիմաստ բաներ էր ասում։ Բայց հետո աղջիկը մի քայլ հետ արեց, նրա շարժման մեջ, այդ ժեստի հաշտվողականության մեջ ինչ-որ բան ստիպեց Խաչիկին գործել իմպուլսիվորեն։ Նա բացեց դուռը, դուրս եկավ մեքենայից, անտեսելով իր հետի վարորդների բողոքները։ Լուսացույցը նորից կարմիր դարձավ, նա նույնիսկ չնկատեց։ Դու իմ եղբորը ճանաչել ես, հարցրեց Խաչիկը, կրանալով աղջկա հասակին։ Ձայնն ավելի կոպիտ դուրս եկավ, քան մտադրվել էր, լի մի հուզմունքով, որը նա չէր կարողանում անվանել։ Աղջիկը գլխով արեց, մեծ աչքերը հառած նրան։ Նա տատիկիս հետ էր ապրում։ Մի փոքրիկ տան մեջ, այնտեղ, Մալաթիա Սեբաստիայի մոտ։ Նա ինձ դուստր էր կոչում։ Խաչիկը զգաց, թե ինչպես է գետինը տատանվում։ Մալաթիա Սեբաստիա։ Մի թաղամաս քաղաքի ծայրամասում, հեռու, համեստ, բոլորովին այլ աշխարհ, քան կենտրոնը, որտեղ նա էր ապրում։ Վահագնն այնտեղ էր։ Այդ վայրում։ Այսքան տարի։ Իսկ հիմա որտեղ է նա, հարցրեց Խաչիկը, ձայնը գրեթե շշուկի վերածված։ Աղջիկն առաջին անգամ հայացքը խոնար։ Հենց Խաչիկը տեսավ, թե ինչպես մի բան կոտրվեց այդ վաղաժամ հասունության դիմակի տակ։ Նա վաղուց գնացել է։ Ասաց, որ գնում է մի ճանապարհ գտնելու, որ ամեն ինչ լավացնի։ Բայց դեռ չի վերադարձել։ Երեխայի ձայնի ցավն իրական էր, շոշափելի։ Խաչիկը զգաց, թե ինչպես մի բան կոտրվեց իր ներսում։ Մեղքի զգացում։ Դա մեղքի զգացումն էր։ Ծանր, հին, թաղված տարիների հպարտության համառության տակ։ Նա էր վռնդել Վահագնին։ Ասել էր եղբորը, որ այլս չի ուզում նրան տեսնել, որ նա ամոթ է ընտանիքի համար, որ նրա ներկայությունը միայն խնդիրներ է բերում։ Եվ Վահագնը գնացել էր։ Առանց վիճելու, առանց աղաչելու։ Պարզապես վերցրել էր իր հին ուսապարկը անհետացել անձրոտ հունիսյան գիշերվա մեջ, որը Խաչիկը երբեք չկարողացավ լիովին մոռանալ, որքան էլ փորձեր։ Եվ հիմա կար մի աղջիկ։ Մի աղջիկ, որին Վահագնը ապաստան էր տվել, դուստր էր կոչել, խնամել։ Մի աղջիկ, որն այժմ մենակ էր, օգնություն խնդրելով երկրի ամենամեծ քաղաքի խցանման մեջ։ Դու տատիկիդ հետ ես ապրո՞մ, հարցրեց Խաչիկը, դեռ փորձելով ընկալել այս ամենը։ Այո։ Բայց նա շատ հիվանդ է։ Իլս չի կարողանում աշխատել։ Մենք տանը ուտելու շատ բան չունենք։ Բառերն ասվում էին առանց դրամայի, առանց ինքնախղճահարության։
Պարզապես փաստեր։ Մեր իրականությունը մեկի, ով չափազանց շուտ է սովորում, որ կյանքը ոչ ոքի ոչինչ չի խոստանում։ Խաչիկը շուրջը նայեց։ Մեքենաները շարունակում էին անցնել, մարդիկ շարունակում էին իրենց կյանքը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում երանյան խցանման մեջ բոբիկ աղջկա կողքին կրացած ավանդական հագուստով տղամարդուն։ Նա այնտեղ անտեսանելի էր, այդ զգացումը տարօրինակ էր մեկի համար, ով սովոր էր նկատվել, հարգվել, հիանալ։ Անունդ ի՞նչ է, հարցրեց նա։ Անահիտ։ Բայց Վահագն քեռին ինձ Անուշիկ էր ասում։ Անուշիկ։ Մականունը ծանոթ հնչեց Խաչիկի ականջներին։ Նրանց մայրը Վահագնին փոքր ժամանակ Վահագնիկ էր ասում։ Անունները կրճատելու, մտերմություն ստեղծելու, բառերը քնքշության ժեստերի վերածելու այդ քնքուշ Լսիր, Անուշիկ, ասաց Խաչիկը, կայացնելով մի որոշում, որը լիովին չէր հասկանում, բայց գիտեր, որ այդ պահին միակ հնարավորն էր։ Կարող ես ինձ տանել տատիկիդ մոտ։ Ես կցանկանայի նրա հետ զրուցել։ Աղջիկը երկար ուսումնասիրեց նրան, կարծես գնահատում էր, թե կարող է վստահել։ Հետո գլխով արեց։ Հեռու է։ Պետք է ավտոբուս նստենք։ Խաչիկը քիչ մնաց ժպտար երեխայի ձայնի անկեղծ անհանգստությունից։ Նա իր համար էր անհանգստանում, թե որքան պետք է քայլի, ինչ անհարմարավետություն կարող է զգալ։ Կարծես ինքը չլիներ մի հասուն տղամարդ, որը լիովին ունակ է քաղաքը կտրել անցնելու։ Մի անհանգստացիր։ Մեքենայով կգնանք։ Անահիտի դեմքը մի պահ լուսավորվեց, Խաչիկն առաջին անգամ այնտեղ երեխայի շող տեսավ։ Մաքուր, պարզ ուրախություն մեքենայով զբոսնելու խոստումից։ Մի բան, որն իր համար նույնքան սովորական էր, որքան շնչելը, բայց նրա համար փոքրիկ հրաշք էր ներկայացնում։ Նրանք նստեցին Մերսեդեսը, Խաչիկը միացրեց շարժիչը, կարգավորելով դպսը դեպի Մալաթիա Սեբաստիա, մինչ Անահիտը տեղավորվեց կաշվե նստատեղին, կարծես գահին նստած լիներ։ Նա ամեն ինչին դիպչում էր զգուշությամբ, ակնածանքով, աչքերը լայն բացած, կոճակների, էկրանների յուրաքանչյուր սանտիմետրը պատող լուր շքեղության առջ։ Խաչիկը լուր վարում էր, հետել։ Ով աղջկա ցուցումներին, երբ ջպսը չէր կարողանում գտնել նեղ փողոցներն ու անանուն նրբանցքները։ Քաղաքը փոխվում էր նրանց շուրջ։ Բարձր, ապակեպատ շենքերը տեղի էին տալիս ավելի ցածր, ավելի հին կառույցների։ Փողոցներն ավելի նեղանում էին, շարժումն ավելի քաոսային։ Խաչիկը նկատում էր հետաքրքրասեր հայացքները, որոնք մեքենան էր ստանում, այն տարօրինակությունը, որն իր ներկայությունն էր առաջացնում։ Նա իր տարածքից դուրս էր, մի աշխարհում, որը հազվադեպ էր այցելում, որը նախընտրում էր անտեսել։ Բայց Անահիտը գիտեր յուրաքանչյուր անկյուն։ Ցույց էր տալիս կարճ ճանապարհներ, զգուշացնում փոսերի մասին, ողջունում հարաններին, որոնք նրան ճանաչում էին նույնիսկ մեքենայի միջից։ Նա պատկանում էր այդ վայրին այնպես, ինչպես Խաչիկը երբեք ոչ մի տեղի չէր պատկանել։ Դա սեփականություն չէր։ Դա կապ էր։ Արմատ էր։ Երբ վերջապես կանգնեցին մի փոքրիկ տան առջ, թեփոտված պատերով ժանգոտած երկաթե դարպասով, Խաչիկը զգաց, թե ինչպես ստամոքսը շրջվեց։ Այստեղ։ Վահագնն այստեղ էր ապրել։ Նրա եղբայրը, որը մեծացել էր կենտրոնի առանձնատանը, որը սովորել էր Ասնավոր դպրոցում, որն ունեցել էր այն ամենը, ինչ կարելի էր փողով գնել, ընտրել էր ապրել այս վայրում։ Կամ գուցե ընտրություն չէր ունեցել։ Անահիտը իջավ մեքենայից վազեց դեպի դուռը, ոգորված թակելով։ Տատիկ։ Տատիկ։ Հյուր եմ բերել։ Դուռը դանդաղ բացվեց, մի տարեց կին հայտնվեց։ Պետք է լիներ մոտ 70 տարեկան, գուցե ավելի։ Դեմքը, խորը կնճիռներով նշանավորված, սպիտակ մազերը, թույլ հանգույցով հավաքված, ուսերը կորացած դժվար տարիների ծանրությունից։ Նա հագել էր մաշված խալաթ հողաթափեր։ Աչքերը, սակայն, կենդանի էին, ուշադիր, լայն բացվեցին, տեսնելով Խաչիկին, որը իջնում էր մեքենայից։ Տիկին Սիրանուշ, հարցրեց Խաչիկը, մոտենալով։ Կինը միանգամից չպատասխանեց։ Կանգնած մնաց այնտեղ, ուսումնասիրելով նրան, Խաչիկը տեսավ այն ճշգրիտ պահը, երբ նա ճանաչեց իրեն։ Ոչ թե անձամբ իրեն, այլ ազգանունը, տոհմը, հագուստը, որը մատնանշում էր իր ծագումը։ Դուք Վահագնի եղբայրն եք, ասաց նա։ Դա հարց չէր։ Այո։ Խաչիկ Մանուկյան։ Տիկին Սիրանուշը մի քայլ հետ արեց, ձեռքը սեղմելով դռան բռնակը, կարծես հենարանի։ Կարիք ունենար։ Ներս եկեք։
Կարծում եմ, մենք շատ խոսելու բան ունենք։ Խաչիկը մտավ փոքրիկ տուն, բորբոսի ու խոտաբույսերով թեյի խառը հոտը լցրեց նրա քթանցքները։ Ներսը նույնիսկ ավելի համեստ էր, քան պատկերացրել էր։ Մի փոքրիկ հյուրասենյակ, պատրված բազմոցով, հին հեռուստացույցով, խոնավ պատերով։ Բայց մաքրություն կար, կարգ ու կանոն կար։ Արժանապատվություն կար այդ տարածքում, որքան էլ որ այն անապահով լիներ։ Անահիտն անհետացավ սենյակներից մեկում, Խաչիկը մենակ մնաց տիկին Սիրանուշի հետ, որը հոգնած հոգոցով նստեց բազմոցին։ Երբեք չէի մտածի, որ մի օր Մանուկյանների ընտանիքից մեկին այստեղ կտեսնեմ, ասաց նա խռպոտ ձայնով։ Վահագնը միշտ ասում էր, որ դուք իրեն մոռացել եք։ Խաչիկը զգաց մեղադրանքը բառերի մեջ, նույնիսկ եթե դրանք ասվել էին առանց զայրույթի։ Ես չգիտեի, թե նա որտեղ է։ Երբ նա տնից գնաց, մենք կապը կորցրինք։ Տիկին Սիրանուշը դառը ծիծաղեց։ Նա չի գնացել։ Դուք եք նրան վռնդել։ Բառերը քարերի պես ընկան սենյակի լռության մեջ։ Խաչիկը կուլ տվեց։ Հերքելու ոչ միծ չկար։ Իր արածը մեղմելու ոչ միծ չկ։ Ար։ Մենք վիճեցինք։ Նա սխալ բաների մեջ էր խառնված։ Վտանգավոր մարդկանց փող էր պարտք։ Ընտանիքին վտանգի տակ էր դնում։ Նա փորձում էր ձեր ընկերությունը փրկել, հակադարձեց տիկին Սիրանուշը, ձայնը ուժգնանալով։ Նա բացահայտել էր, որ ձեր հաշվապահը փող է յուրացնում։ Փորձեց ձեզ ասել, բայց դուք չուզեցիք լսել։ Նախընտրեցիք հավատալ այն ստերին, որոնք ձեր կինն ու ձեր գործընկերներն էին տարածում նրա մասին։ Խաչիկը զգաց, թե ինչպես աշխարհը պտտվեց։ Հաշվապահը։ Միքայել Պետրոսյանը։ Մարդը, որն ընտանիքի համար աշխատում էր 15 տարի, որը գրեթե ընկերության մաս էր կազմում, որը ամեն ինչի հասանելիություն ուներ։ Վահագնը ապացույցներ ուներ, շարունակեց տիկին Սիրանուշը։ Փաստաթղթեր, անդորրագրեր։ Բայց նախքան նա կհասցներ ձեզ ցույց տալ, դուք նրան վռնդեցիք։ Եվ նա հայտնվեց այստեղ, իմ տանը, որովհետև այլ տեղ չուներ գնալու։ Խաչիկը խորասուզվեց բազմոցի մեջ, ոտքերը թուլացած։ Ամեն ինչ իմաստ էր ստանում հիմա։ Այն մեղադրանքները, որ Վահագնն արել էր վերջին վեճի ժամանակ։ Այն հուսահատ խոսքերը, որ Խաչիկն անտեսել էր, վստահ լին։ Ելով, որ դրանք ընդամենը անպատասխանատու եղբոր արդարացումներ են, սեփական սխալներից ուշադրությունը շեղելու համար։ Իսկ աղջիկը, հարցրեց Խաչիկը, ձայնը թույլ դուրս գալով։ Անահիտին Վահագնը գտել է այստեղ մոտակա մի այգում, լքված ստվարաթղթե տուփի մեջ։ Նա ընդամենը մի քանի ամսական էր։ Նա չկարողացավ նրան այնտեղ թողնել։ Բերեց տուն, գրանցեց որպես դուստր։ Խնամեց նրան, կարծես իր արյունը լիներ։ Այդ աղջիկը պատճառն էր, որ նա ոտքի վրա մնաց, երբ ամեն ինչ փլուզվեց։ Խաչիկը նայեց միջանցքին, որտեղով Անահիտն անհետացել էր։ Նրա եղբայրը դուստր ուներ։ Ոչ արյունակցական, այլ ընտրությամբ։ Եվ նա այնքան էր սիրել նրան, որ հրաժարվել էր ամեն ինչից, հանուն նրա։ Հիմա որտեղ է Վահագնը, հարցրեց Խաչիկը։ Տիկին Սիրանուշը տատանվեց, Խաչիկը վախ տեսավ նրա աչքերում։ Նա ողջ է։ Բայց դեռ չի կարող վերադառնալ։ Մարդիկ կան, որոնք ուզում են նրան վնասել այդ փաստաթղթերի պատճառով։ Նա աշխատում է որպես բեռնատարի վարորդ, շրջում է մարզերով, փող է հավաքում մեզ այստեղից տանելու համար։ Բայց դա ավելի երկար է տում, քան նախատեսված էր։ Խաչիկը փակեց աչքերը։ Նրա եղբայրը ողջ էր։ Պայքարում էր։ Փորձում էր վերադառնալ։ Եվ նա դավաճանել էր Վահագնին ամենավատ ձով։ Ես ուզում եմ օգնել, ասաց Խաչիկը, բացելով աչքերը նայելով տիկին Սիրանուշին։ Թույլ տվեք օգնել։ Ես կարող եմ Անահիտին ինձ հետ տանել, ապահովել, որ նա ունենա այն ամենը, ինչի կարիքն ունի։ Ես կարող եմ վճարել ձեր բուժման համար, տիկին։ Ես կարող եմ գտնել Վահագնին նրան հետ բերել։ Տիկին Սիրանուշը երկար ուսումնասիրեց նրան, իսկ հետո գլուխը թափահարեց։ Ձեր օգնությունը չափազանց բարձր գին ունի, պարոն Մանուկյան։ Վահագնն ինձ պատմել է, թե ինչպիսին է ձեր ընտանիքը։ Թե ինչպես է ձեր կինը վերաբերվում նրանց, ում ինքը ստորադաս է համարում։ Թե ինչպես են ձեր գործընկերները տրորում յուրաքանչյուրին, ով խանգարում է գործերին։ Անահիտը չի օգտագործվելու որպես շախմատի խաղաքար, ձեր մեղքի զգացումը թեթացնելու համար։
Բառերը այրեցին, բայց Խաչիկը գիտեր, որ դրանք արդարացի են։ Ես չեմ ուզում նրան օգտագործել։ Պարզապես ուզում եմ անել այն, ինչ ճիշտ է։ Իսկ ի՞նչն է ճիշտը, հարցրեց տիկին Սիրանու։ Առաջ թեքվելով։ Նրան ձեր առանձնատուն տանելը որպես զարմուհի ներկայացնելը։ Ձեր կինը կընդունի։ Ձեր ընկերները կհարգեն։ Թե նա կլինի պարզապես մեկ տեղահանված երեխա, որը ոչ մի տեղի չի պատկանում։ Խաչիկը պատասխան չուներ, որովհետև նա ճիշտ էր։ Սեդան, իր կինը, երբեք չէր ընդունի։ Նա հազիվ էր հանդուրժում իր սեփական զարմուհիներին, երբ այցելում էին։ Որդեգրված երեխա, անհայտ ծագմամբ, ծայրամասից եկած։ Պատերազմ կլիներ։ Բայց նա չէր կարող պարզապես հեռանալ։ Ոչ ճշմարտությունն իմանալուց հետո։ Ոչ Անահիտի աչքերի մեջ նայելուց իր մորը, իր եղբորը, իր սեփական մոռացված մարդկայնությունը տեսնելուց հետո։ Ապա թույլ տվեք գոնե ապահովել, որ դուք ունենաք այն, ինչի կարիքն ունեք։ Սնունդ, դեղորայք, անվտանգ տանիք։ Պարտադիր չէ, որ հավերժ լինի։ Պարզապես մինչ Վահագնի վերադարձը։ Տիկին Սիրանուշը հոգոց հանեց, հոգնածությունը տիրեց նրա դեմքին։ Դուք կարող եք օգնել։ Բայց ոչ փողով։ Ճշմարտությամբ։ Վահագնն ինձ մի տուփ փաստաթղթեր է թողել։ Ապացույցներ այն բանի, ինչ հաշվապահն արել է։ Եթե դուք դա տանեք իշխանություններին։ Եթե մաքրեք նրա անունը, գուցե նա կարողանա վերադառնալ։ Գուցե մենք կարողանանք խաղաղ ապրել։ Խաչիկը գլխով արեց, զգալով, թե ինչպես մի բան արթնացավ իր ներսում։ Մի վճռականություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Որտեղ են փաստաթղթերը։ Տիկին Սիրանուշը դժվարությամբ ոտքի կանգնեց, գնաց դեպի սենյակի անկյունում գտնվող հին պահարանը։ Ներսից հանեց թելով կապված կոշիկի տուփ։ Դողացող ձեռքերով տվեց Խաչիկին։ Զգույշ եղեք։ Այդ մարդիկ վտանգավոր են։ Վահագնը քիչ մնաց կյանքը կորցներ դրա պատճառով։ Խաչիկը վերցրեց տուփը, զգալով դրա ծանրությունը ձեռքերում։ Դա պարզապես ստվարաթուղթ ու թուղթ չէր։ Դա քավության հնարավորություն էր։ Դա իր կոտրածը շտկելու հնարավորությունն էր։ Ես կշտկեմ սա, խոստացավ նա։ Ես հետ կբերեմ Վահագնին։ Ես արդարություն կհաստատեմ։ Տիկին Սիրանուշը նայեց նրա աչքերին, առաջին անգամ Խաչիկն այնտեղ անվստահությունից բացի այլ բան տեսավ։ Հուսով եմ, պարոն Մանուկյան, որովհետև այս աղջիկն արդեն չափազանց շատ բան է կորցրել։ Եվ եթե դուք նրան դավաճանեք, ինչպես դավաճանեցիք ձեր եղբորը, դուք ստիպվա կլինեք պատասխան տալ դրա համար։ Ոչ թե ինձ, այլ ինքներդ ձեզ։ Խաչիկը դուրս եկավ այդ տնից, տանելով ավելին, քան պարզապես մի տուփ։ Նա տանում էր 7 տարվա հպարտության, լռության, սխալ ընտրությունների բեռը։ Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ զգում էր, որ առջում ճանապարհ կա։ Դժվարին, խոչընդոտներով լի։ Բայց մի ճանապարհ, որն արժեր անցնել։ Մինչ վերադառնում էր իր երկնաքերերի հանդիպումների իրականություն, Խաչիկը վերջին անգամ նայեց հետին տեսադաշտի հայելուց։ Անահիտը դռան մոտ էր, ձեռքով էր անում։ Եվ նա ինքն իրեն երդվեց, որ չի լքի այդ երեխային։ Ոչ այնպես, ինչպես լքել էր իր եղբորը։ Այս անգամ նա այլ կերպ կվարվի։ Այս անգամ նա ճիշտ կվարվի։ Խաչիկ Մանուկյանի պատմությունը նոր էր սկսվում, այն գաղտնիքները, որոնք պահում էր այդ տուփը, պատրաստվում էին փոխել այն ամենը, ինչ նա գիտեր իր սեփական կյանքի մասին։ Գիշերն իջել էր Երանի վրա, երբ Խաչիկը վերջապես կայանեց մեքենան իր կենտրոնի պենթհաուսի ավտոտնակում։ Ավտոմատ լույսերը վառվեցին, լուսավորելով անթերի տարածքը, որտեղ 4 շքեղ մեքենաներ հանգստանում էին։ Որպես հաջողակ կյանքի գավաթներ։ Նա մի պահ կանգնած մնաց, բռնած ղեկը, նայելով ուղորի նստատեղի կոշիկի տուփին, կարծես այն կարող էր պայթել ցանկացած պահի։ Փաստաթղթեր։ Ապացույցներ։ Թաղված ճշմարտություններ, որոնք Վահագնը փորձել էր բացահայտել, որոնք արժեցել էին նրա տեղն ընտանիքում։ Խաչիկը խորը շունչ քաշեց, վերցրեց տուփը, դուրս եկավ մեքենայից։ Նրա քայլերն արձագանքում էին հղկված բետոնի վրա, մինչ նա քայլում էր դեպի անձնական վերելակը։ 22-րդ հարկ բարձրանալը լուռ էր, միայն շրջապատող երաժշտության մեղմ ձայնը, որը նա այլս չէր էլ նկատում, այնքան սովոր էր դարձել։ Դռները բացվեցին ուղիղ պենթհաուսի հյուրասենյակում։
Այնտեղ ամեն ինչ շնչում էր հաշվարկված նրբագեղությամբ։ Իտալական դիզայնի կահույք համադրողի կողմից խնամքով ընտրված ժամանակակից նկարիչների կտավներ, տրավերտինե մարմարե հատակ, որն արտացոլում էր բյուրեղյա ջահերի լույսը։ Գեղեցիկ էր, կատարյալ էր և բացարձակապես անհոգի։ Սեդան նստած էր սպիտակ բազմոցին, թերթում էր դեկորի ամսագիր, ձեռքին սպիտակ գինու բաժակ։ Նա բարձրացրեց հայացքը, երբ Խաչիկն երես մտավ, նրա անթերի դիմահարդարված դեմքը կնճռոտվեց դժգոհության արտահայտությամբ։ Ուշացել ես։ Բաց թողեցիր ընթրիքը Ազարյանների հետ։ Ռուբենը հետաքրքրված էր խոսել Վանաձորի նախագծի մասին։ Խաչիկը տուփը դրեց մուտքի ապակե պահարանի վրա, մեխանիկական շարժումներով հանելով պիջակն ու փողկապը։ Անսպասելի բան տեղի ունեցավ։ Սեդան մի կում գինի խմեց, նրա աչքերը վերից վար սահեցին Խաչիկի վրայով։ Ինչ տեսակի անսպասելի բան է ստիպում քեզ ամբողջ օրը դրսում անցկացնել, առանց իմ զանգերին պատասխանելու։ Մի երեխա։ Պատասխանը դուրս եկավ նախքան Խաչիկը կհասցներ զդել։ Սեդան թարթեց, շփոթված։ Ինչ երեխա։ Խաչիկը մոտեցավ բարին, իրեն վիսկի լցրեց։ Ինչ-որ ուժեղ բանի կարիք ուներ այն խոսակցության համար, որը պատրաստվում էր ունենալ։ Այսօր խցանման մեջ մի աղջկա հանդիպեցի։ Մի աղջկա, որն ասում է, թե Վահագնի դուստրն է։ Հաջորդած լռությունը խիտ էր, ծանր։ Խաչիկը շրջվեց, տեսավ Սեդայի դեմքը կարծրացած, շուրթերը սեղմված բարակ գծի մեջ։ Վահագն, կրկնեց նա, յուրաքանչյուր վանկը լի արհամարհանքով։ Քո եղբայրը, որը տարին առաջ անհետացավ, որը մեռած բեռ էր այս ընտանիքի համար։ Խաչիկը ուժգին սեղմեց բաժակը։ Նա մեռած բեռ չէր։ Նա փորձում էր մեզ զգուշացնել ընկերությունում կատարվող խարդախությունների մասին։ Սեդան չոր, առանց հումորի ծիծաղ արձակեց։ Խարդախություններ։ Խաչիկ, քո եղբայրը անհաջողակ էր։ Չափից շատ էր խմում, վատ մարդկանց հետ էր շփվում, անընդհատ պարտքով փող էր խնդրում։ Դու ճիշտ բան արեցիր, նրան հեռացնելով։ Հիմա մի արի այս քավության պատմությամբ, միայն այն պատճառով, որ ինչ-որ փողոցի լակոտ հայտնվել է, ասելով, թե ազգական է։ Այն ձը, որով Սեդան ասածը փողոցի լակոտ, ստիպեց Խաչիկի ներսում ինչ-որ բան լարվել։ Նա մի երկար կում վիսկի խմեց, թույլ տալով հեղուկին այրել կոկորդը։ Նա երեխա է։ Մի երեխա, որին Վահագնը ապաստան է տվել մեծացրել։ Եվ ես ապացույցներ ունեմ այն բանի, ինչ նա փորձում էր մեզ ասել։ Նա մատնացույց արեց տուփը։ Սեդան նայեց դրան, կարծես վարակված բան լիներ։ Ինչի՞։ Ապացույցներ։ Որ Միքայելը տարիներ շարունակ ընկերությունից փող է յուրացրել։ Որ նա կեղծել է փաստաթղթեր Վահագնին մեղադրելու համար։ Որ մենք վրընդել ենք անմեղ մարդու, միաժամանակ ապաստան տալով գողի։ Սեդան ոտքի կանգնեց, բաժակը սուրճի սեղանին դնելով անհրաժեշտից ավելի ուժգին։ Դա անհեթեթություն է։ Միքայելը քո ընտանիքի համար աշխատում է հավերժությունից ի վեր։ Նա վստահելի է։ Արդյունավետ է։ Դու պատրաստ ես ոչնչացնել հավատարիմ աշխատակցի հեղինակությունը քո անհաջողակ եղբոր թողած հին թղթերի պատճառով։ Խաչիկը մի քայլ արեց դեպի կինը, նրա աչքերում նոր բան կար։ Մի կարծրություն, որին Սեդան սովոր չէր տեսնել։ Ես կհետաքննեմ։ Մինչ վերջ կգնամ։ Եվ եթե դա ճիշտ է, ես կուղղեմ իմ գործած սխալը։ Սեդան խաչեց ձեռքերը, կեցվածքը դառնալով պաշտպանական։ Իսկ այդ երեխան։ Ինչ ես մտադիր անել նրա հետ։ Օգնել նրան։ Ապահովել, որ նա ունենա այն, ինչի կարիքն ունի, մինչ Վահագնի վերադարձը։ Սեդայի աչքերը նեղացան։ Վերադարձը։ Նա ողջ է։ Այո։ Աշխատում է որպես բեռնատարի վարորդ մարզերում։ Չի կարողացել վերադառնալ, քանի որ վախենում է հաշվեհարդարից։ Սեդան մի քանի քայլ արեց սենյակում, բարձրակրունկները թխկթխկում էին մարմարի վրա։ Խաչիկը նրան բավական լավ գիտեր, հասկանալու համար, որ նա հաշվարկում է, մտածում, պլանավորում իր հաջորդ քայլը։ Լավ լսիր, Խաչիկ, ասաց նա, շրջվելով նրան դեմ առ դեմ։ Ես քեզ հետ չեմ ամուսնացել, որ դառնամ անհետացած եղբայրների նրանց փողոցի երեխաների սոցիալական աշխատող։ Մենք այստեղ կյանք ենք կառուցել։ Հեղինակություն։
Դու հարգված ես գործարար շրջանակներում։ Միլիոնավոր դոլարների պայմանագրեր ունես ընթացքի մեջ։ Եվ հիմա ուզում ես այդ ամենը դեն նետել ինչի՞։ Համար։ Մեղքի զգացման։ Էժանագին սենտիմենտալության։ Դա սենտիմենտալություն չէ։ Արդարություն է։ Սեդան ծիծաղեց, ձայնը սառն էր։ Արդարություն։ Խաչիկ, արթնացիր։ Աշխարհն արդարությամբ չի աշխատում։ Աշխատում է իշխանությամբ, փողով, ազդեցությամբ։ Բաներ, որոնք դու ունես, իսկ քո եղբայրը երբեք չի ունեցել։ Եթե սկսես փորփրել այս պատմությունը, թշնամիներ կստեղծես։ Միքայելը կապեր ունի։ Տեղեկություններ ունի շատ մարդկանց մասին։ Կարծում ես, նա ձեռքերը ծալած կնստի, մինչ դու նրան մեղադրում ես։ Ուրեմն դա ճիշտ է, ասաց Խաչիկը, դա հարց չէր։ Դու գիտեիր։ Գիտեիր, որ… Միքայելը գողանում է։ Սեդան տատանվեց մի ակնթարթ, բայց դա բավական էր, որ Խաչիկը տեսներ ճշմարտությունը։ Ես գիտեի, որ անկանոնություններ կան։ Բայց նա գիտեի, որ Միքայելն օգտակար է։ Նա գիտի բոլոր կարճ ճանապարհները, բոլոր օրենսդրական բացերը։ Նրա շնորհիվ դու միլիոններ խնայեցիր հարկերից։ Հաղթեցիր մրցույթներ, որոնք չէիր հաղթի։ Այնպես որ, այո, գուցե նա մի փոքր էլ իրեն է ծառայել այդ ընթացքում։ Բայց ինչ խնդիր կա։ Բոլորն էլ շահում են։ Խաչիկը զգաց, թե ինչպես է գետինը բացվում իր ոտքերի տակ։ Իր սեփական կինը։ Կինը, որի հետ կյանքը կիսում էր 10 տարի։ Նա գիտեր։ Նա հանցակից էր։ Իսկ Վահագնը, հարցրեց Խաչիկը, ձայնը դուրս գալով ցածր, վտանգավոր։ Դու գիտեիր, որ նա փորձում էր դա բացահայտել։ Սեդան շրջեց դեմքը, բայց ոչ նախքան Խաչիկը կտեսներ պատասխանը նրա աչքերում։ Դու ես համոզել Միքայելին ապացույցներ կեղծել նրա դեմ։ Դու ես տարածել բամբասանքները խաղամոլության պարտքերի, վաշխառուների հետ կապերի մասին։ Դու ես ոչնչացրել իմ եղբորը։ Սեդան շրջվեց դեպի նա, այժմ այլս դիմակներ չկային։ Ես պաշտպանել եմ մեր ամուսնությունը։ Վահագնը պատրաստվում էր ամեն ինչ քանդել։ Պատրաստվում էր բացահայտել գործողություններ, որոնք օգուտ են բերում այս քաղաքի գործարարների կեսին։ Քեզ կհետաքննեին, կդատեին, գուցե նույնիսկ կբանտարկեին։ Ես արեցի այն, ինչ պետք էր անել, մեզ պաշտպանելու համար։ Խաչիկը զգաց զայրույթի բարձրացումը, տաք անկառավարելի։ Բայց դրա հետ միասին գալիս էր ինչ-որ ավելի սառը, ավելի վերջնական բան։ Հիասթափություն։ Կինը, որին նա սիրում էր, կամ կարծում էր, թե սիրում է, օտար էր։ Գուցե միշտ էլ եղել էր։ Դուրս, ասաց նա։ Սեդան թարթեց, զարմացած։ Ինչ։ Դուրս իմ տնից։ Հիմա։ Սեդան ծիծաղեց, բայց ձայնի մեջ նյարդայնություն կար։ Դու լուրջ չես խոսում։ Խաչիկ, դու հոգնած ես, շփոթված։ Եկ քնենք, վաղը հանգիստ կխոսենք։ Ես երբեք այսքան լուրջ չեմ խոսել իմ կյանքում։ Դու մինչ վաղը առավոտ ժամանակ ունես քո իրերը հավաքելու հեռանալու։ Այս գիշեր կզանգեմ իմ փաստաբանին։ Ես ամուսնալուծություն եմ ուզում։ Սեդայի դեմքը գունատվեց, իսկ հետո կարմրեց զայրույթից։ Դու կզղջաս դրա համար։ Ես բաներ գիտեմ, Խաչ։ Իգ։ Բաներ, որոնք կարող են քեզ ոչնչացնել։ Ես կարող եմ քո կյանքը դժոխքի վերածել։ Խաչիկը թոթվեց ուսերը, նրա ժեստի մեջ տարօրինակ թեթություն կար։ Արա ինչ ուզում ես։ Բայց դա ավելի վատ չի լինի, քան մեկ օր ամուսնացած մնալ մեկի հետ, ով դավաճանել է իմ եղբորը, ով մանիպուլյացիայի է ենթարկել իմ ընտանիքը, ով միայն փողի արտաքին տեսքի մասին է մտածում։ Սեդան կտրուկ շարժումով վերցրեց պայուսակը, դեմքը աղավաղված կատաղությունից։ Դու կկորցնես ամեն ինչ։ Ընկերությունը, հեղինակությունը, ընկերներին։ Ամեն ինչ։ Եվ ինչի՞ համար։ Մի անհաջողակ եղբոր մի երեխայի համար, որը նույնիսկ քոնը չէ։ Գուցե, պատասխանեց Խաչիկը։ Բայց ես տարիներ անց առաջին անգամ խաղաղ կքնեմ։ Սեդան դուրս եկավ, շրխկացնելով դուռը, ձայն արձագանքեց դատարկ պենթհաուսում։ Խաչիկը կանգնած մնաց այնտեղ, մենակ այդ կատարյալ անկենդան սենյակի մեջտեղում, ձեռքին բռնած իր վիսկիի բաժակը։ Պետք է տխրություն զգար, զղջում։
Բայց այն ամենը, ինչ զգում էր, թեթացում էր։ Նա քայլեց դեպի պատշգամբ, նայելով ներքում լուսավորված քաղաքին։ Երանը, բաբախ, ում էր, անտարբեր իր միլիոնավոր բնակիչների անձնական դրամաների նկատմամբ։ Ինչ-որտեղ այնտեղ Անահիտը քնած էր մի փոքրիկ տանը, երազելով մի հոր մասին, որը չէր վերադառնում։ Ինչ-որ կորած ճանապարհին մարզերում Վահագնը վարում էր իր բեռնատարը, մտածելով իր թողած դստեր մասին։ Եվ նա, Խաչիկ Մանուկյանը, պատրաստվում էր ոչնչացնել այն ամենը, ինչ կառուցել էր։ Բայց առաջին անգամ դա ողբերգություն չէր թվում։ Ազատագրում էր թվում։ Հաջորդ օրերը հորցանուտ էին։ Խաչիկը վարձեց լավագույն փաստաբաններին, անկախ աուդիտորներին, մասնավոր քննիչներին։ Վահագնի թողած տուփը տեղեկատվության ոսկու հանք էր։ Աղյուսակներ, որոնք ցույց էին տալիս 7 տարվա ընթացքում գրեթե 20 միլիոն դրամի հասնող յուրացումներ։ Կեղծ պայմանագրեր։ Կեղծված հաշիվ ապրանքագրեր։ Օֆշորային հաշիվներ։ Միքայել Պետրոսյանը պարզապես անազնիվ հաշվապահ չէր։ Նա ավելի մեծ ցանցի մաս էր, որը ներառում էր քաղաքական գործիչների, այլ գործարարների, կոռումպացված հարկային տեսուչների։ Խաչիկը գիտեր, որ բացելով այդ Պանդորայի արկղը, նա պատերազմ կհայտարարեր։ Եվ նա ճիշտ էր։ Հետաքննություն։ Ները սկսելուց 2 շաբաթ անց հարձակումները սկսվեցին։ Հոդվածներ մասնագիտացված բլոգերում, որոնք կասկածի տակ էին դնում նրա ընկերությունների ֆինանսական վիճակը։ Լուրեր հարկային ստուգումների մասին։ 5 գործընկերները հեռանում էին, պայմանագրերը վերանայվում։ Սեդան կատարել էր իր սպառնալիքը։ Նա տեղեկություններ էր արտահոսել, խեղաթյուրել փաստեր, օգտագործել իր բոլոր կապերը, Խաչիկի հեղինակությունը սացնելու համար։ Ամուսնալուծությունը ընթանում էր կեղտոտ ձով, նա պահանջում էր ամեն ինչի կեսը սպառնում հրապարակել զույգի կյանքի յուրաքանչյուր անձնական մանրամասն։ Բայց Խաչիկը չնահանջեց։ Կյանքում առաջին անգամ նա պայքարում էր շահույթից ավելի մեծ բանի համար։ Նա պայքարում էր ճշմարտության համար, արդարության համար, քավության համար։ Նա շաբաթը 2 անգամ այցելում էր Անահիտին տիկին Սիրանուշին, մթերք տանելով, վճարելով լույսի ջրի հաշիվները, ապահովելով, որ տիկինը լավագույն բժիշկների հասանելիություն ունենա։ Անահիտը սկսեց նրան ավելի քիչ անվստահությամբ նայել, կամաց-կամաց այդ խորը, տխուր աչքերը սկսեցին փայլել։ Ի բանով, որը կարող էր հույս լինել։ Մի կեսօր, երբ Խաչիկն օգնում էր տիկին Սիրանուշին դեղերը դասավորել, Անահիտը մոտեցավ մի նկարով։ «Սա քեզ համար եմ նկարել», ասաց նա, մեկնելով թուղթը։ Դա պարզ նկար էր, արված արդեն մաշված գունավոր մատիտներով։ Ցույց էր տալիս 3 մարդու, ձեռք ձեռքի տված։ Մի երեխա մեջտեղում, մի տղամարդ յուրաքանչյուր կողմում։ Նրանց վերում, դեղին, անփույթ առ։ Ովքեր են այս մարդիկ, հարցրեց Խաչիկը, ձայնը դողալով։ Սա հայրիկ Վահագնն է, ես ու դու։ Որովհետև տատիկն ասաց, որ դու մեզ օգնում ես։ Իսկ ով օգնում է, նա էլ է ընտանիք։ Խաչիկը զգուշորեն բռնեց նկարը, կարծես աշխարհի ամենաթանկարժեք իրը լիներ։ Զգաց, թե ինչպես աչքերն այրվեցին, չամաչեց արցունքներից, որոնք սկսեցին հոսել։ Տիկին Սիրանուշը ձեռքը դրեց նրա ուսին։ Դուք ճիշտ բան եք անում, ասաց նա մեղմորեն։ Վահագնը կհպարտանար։ Խաչիկը գլխով արեց, չկարողանալով խոսել։ Անահիտի նկարը պահեց դրամապանակում, այնտեղ, որտեղ նախկինում միայն կրեդիտ քարտեր ու թղթադրամներ էին։ Հիմա ավելի արժեքավոր բան կար։ Քնքշություն կար։ Իմաստ կար։ Լուսացույցի մոտ հանդիպումից 3 ամիս անց հետաքննությունները սկսեցին պտուղներ տալ։ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ հարուցեց Միքայել Պետրոսյանի սխեմայի մեջ ներգրավված այլ անձանց դեմ։ Մամուլը սկսեց լուսաբանել գործը։ Խաչիկը ստիպված եղավ ցուցմունք տալ, բացատրել, թե ինչպես են իրեն խաբել, ցույց տալ ապացույցները, որոնք հավաքել էր իր եղբայրը։ Դա նվաստացուցիչ էր։ Նա բացահայտված էր։ Բայց դա ազնիվ էր։ Եվ այս ամենի մեջ եկավ այն լուրը, որին նա ամենաշատն էր սպասում, ամենաշատն էր վախենում։ Վահագնին գտել էին։ Նա Արմավիրի մոտակայքում գտնվող բենզալցակայանում էր, քաղաքի հիվանդանոցում էր, բեռնատարի վթարից հետո։ Ոչ մի լուրջ բան, ընդամենը ձեռքի կոտրվածքներ սալջարդեր։ Բայց նա այնտեղ էր։ Ողջ։ Իրական։ Հասանելի։
Խաչիկը երկու անգամ չմտածեց։ Վերցրեց մեքենան, վարեց այն հարյուրավոր կիլոմետրերը, որոնք նրան բաժանում էին եղբորից։ Տիկին Սիրանուշը չկարողացավ գնալ առողջության պատճառով, բայց Անահիտը նրա հետ գնաց, նստած հետի նստատեղին, մեղմ երգելով երգեր, որոնք Վահագնը սովորեցրել էր նրան։ Հի՛վա։ Ընտանոցը պարզ էր, պետական պատերով, որոնք ներկի կարիք ունեին, միջանցքներով, որոնք ուժեղ ախտահանիչի հոտ էին տալիս։ Խաչիկն անցավ այդ տարածքներով, Անահիտը կպած նրան, փոքրիկ ձեռքը ամուր բռնած նրանից։ Երբ հասան հիվանդասենյակ, Խաչիկը կանգնեց դռան մոտ։ Ապակու միջով տեսավ մահճակալին պառկած մի տղամարդու, գիպսի մեջ դրված ձեռքով, դեմքին վիրակապ էր։ Ավելի նիհար էր, քան հիշում էր, չսափրված մորուքով, աչքերի տակ խորը ստվերներով։ Բայց աչքերը նույնն էին։ Նրանց մոր աչքերը։ Անահիտի աչքերը։ Վահագն։ Անահիտը չսպասեց։ Բաց թողեց Խաչիկի ձեռքը, վազեց սենյակ, զգուշորեն ցատկելով մահճակալին, գրկելով Վահագնին այն ամբողջ ուժով, որ թույլ էին տալիս իր փոքրիկ ձեռքերը։ Հայրիկ, հայրիկ, դու վերադարձար։ Վահագնը գրկեց նրան առողջ ձեռքով, փակելով աչքերը, դեմքը աղավաղված հուզմունքից։ Լաց եղավ։ Լաց եղավ այնպես, ինչպես Խաչիկը երբեք չէր տեսել տղամարդու լաց լինելիս։ Լաց եղավ տարիների բացակայությունը, վախը, կարոտը։ Եվ հետո Վահագնը բարձրացրեց հայացքը, տեսավ Խաչիկին, կանգնած դռան մոտ։ Երկու եղբայրները նայեցին միմյանցը։ Իր փոքր տարածության միջով, որը անդունդ էր թվում։ Խաչիկը զարմանք տեսավ Վահագնի աչքերում, հետո անվստահություն, հետո մի բան, որը կարող էր վիրավորանք լինել։ Բայց այս ամենի տակ ավելին կար։ Ճանաչում կար։ Գուցե, ներում կար։ Խաչիկը մի քայլ արեց սենյակ։ Հետո մյուսը։ Մինչ կանգնեց մահճակալի կողքին, ներքնայելով եղբորը, որին լքել էր, որին մեղադրել էր, որին դավաճանել էր։ Ես ցավում եմ, ասաց Խաչիկը, ձայնը ընդամենը շշուկ էր։ Ցավում եմ, որ չհավատացի քեզ։ Որ քեզ վռնդեցի։ Որ այդքան երկար տեց ճշմարտությունը բացահայտելը։ Վահագնը երկար ուսումնասիրեց նրան։ Անահիտը գուչ եկավ նրա կրծքին, ուշադիր աչքերով դիտելով երկու տղամարդկանց։ Դու հիմա այստեղ ես, վերջապես ասաց Վահագնը։ Եվ դա է կարորը։ Բառերը պարզ էին, բայց ներում էին կրում։ Նոր հնարավորություն էին կրում։ Վերակառուցման հնարավորություն էին կրում։ Խաչիկը նստեց մահճակալի կողքի աթոռին, սկսեց պատմել ամեն ինչ։ Հետաքննությունները, ամուսնալուծությունը, Միքայել Պետրոսյանի անկումը, կոռուպցիոն ցանցի քանդվելը։ Վահագնը լուռ լսում էր, մտածում, երբ Եմն անհավատությամբ գլուխը թափահարում։ Դու ամեն ինչ կորցրիր իմ պատճառով, ասաց Վահագնը, երբ Խաչիկն ավարտեց։ Խաչիկը ժպտաց, դա անկեղծ ժպիտ էր։ Չկորցրի։ Գտա այն, ինչն իսկապես կարոր է։ Անահիտը հորանջեց, Վահագնը նրան ավելի լավ տեղավորեց իր գրկում։ Հիմա ինչ է լինելու, հարցրեց նա։ Խաչիկը խորը շունչ քաշեց։ Հիմա դու կապաքինվես։ Միասին կվերադառնանք Երան։ Ես կօգնեմ քեզ պաշտոնապես մաքրել անունդ։ Եվ հետո, մենք կվերակառուցենք։ Երեքով։ Որպես ընտանիք։ Վահագնը փակեց աչքերը, միայնակ արցունքը սահեց նրա դեմքով։ Ես արժանի չեմ քեզ որպես եղբայր։ Խաչիկը մեկնեց ձեռքը, բռնեց Վահագնի ձեռքը։ Մենք երկուսս էլ արժանի ենք երկրորդ հնարավորության։ Եվ մենք կօգտվենք դրանից։ Անահիտը քնեց այնտեղ, կուչ եկած իր սիրելի երկու տղամարդկանց միջ։ Եվ այդ պարզ հիվանդասենյակում, լյումինեսցենտային լույսերի տակ դեղի հոտով, երեք վիրավոր հոգիներ վերջապես սկսեցին բուժվել։ Առջում ճանապարհը դժվար կլիներ։ Խաչիկը դա գիտեր։ Դեռ իրավական պայքարներ կային, դեռ ֆինանսական կորուստներ կային, դեռ հասարակական դատաստաններ կային։ Բայց տարիներ անց առաջին անգամ նա մենակ չէր։ Եղբայր ուներ։ Զարմուհի ուներ։ Ընտանիք ուներ։ Եվ դա ավելին արժեր, քան ցանկացած կայսրություն, որը նա կարող էր կառուցել։ 3 օր անց հիվանդանոցից դուրս գալիս, Վահագնը դեռ կաղում էր, բայց ժպտում էր, Խաչիկը վերջին անգամ հետ նայեց։ Այնտեղ մնաց այն մարդը, որը նա եղել էր։
Սառը, հաշվենկատ գործարարը, որը ամեն ինչ չափում էր շահույթով վնասով։ Հիմա նա այլ մարդ էր։ Դեռ հստակ չգիտեր, թե ով, բայց անհամբեր սպասում էր բացահայտելու։ Եվ մինչ վերադառնում էին երան, Անահիտը երգում էր հետի նստատեղին, իսկ Վահագնը նրա կողքին էր, խաչիկը զգաց մի բան, որը չէր զգացել մանկուց։ Նա իրեն տանը զգաց։ Երան վերադարձը նշանավորեց նոր փուլի սկիզբ, բայց դա այն հարթ անցումը չէր, որը խաչիկը պատկերացրել էր։ Իրականությունը թակեց դուռը հենց առաջին օրը, երբ Վահագնը, դեռ ապաքինվելով կոտրվածքներից, դեմ առ դեմ հայտնվեց խաչիկի կենտրոնի բնակարանին։ Դա այլս պենթհաուսը չէր։ Խաչիկը վաճառել էր անշարժ գույքը Սեդայի հետ ամուսնալուծության պայմանագրի շրջանակներում։ Իժմ ապրում էր ավելի փոքր, 3 սենյականոց բնակարանում, ավելի հին, բայց դեռս հարմարավետ շենքում։ Այն չուներ նախկին ցուցադրական շքեղությունը, բայց ուներ ավելի կարևոր բան, այն ազնիվ էր։ Այնտեղի յուրաքանչյուր կահույք գնվել էր մաքուր փողով, յուրաքանչյուր հաշիվ վճարվել էր արժանապատիվ աշխատանքով։ Վահագնը կանգնեց մուտքի մոտ, զգուշավոր արտահայտությամբ շուրջը նայելով։ Խաչիկը նկատեց եղբոր անհարմարավետությունը, հասկացավ։ 7 տարին երկար ժամանակ էր։ Վերքերը դեռ այնտեղ էին, սպիացած դրսից, բայց ցավոտ ներսից։ Քո սենյակը ձախ կողմինն է, ասաց խաչիկը, մատնացույց անելով միջանցքը։ Անահիտը կմնա կողքի սենյակում։ Իմը վերջինն է։ Վահագնը գլխով արեց, բայց չշարժվեց։ Անահիտը, ավելի քիչ Աստված մեծահասակների միջ լուր լարվածությունից, արդեն վազել էր բնակարանը բացահայտելու, նրա ծիծաղը արձագանքում էր սենյակներում։ Ես չգիտեմ, կարող եմ անել դա, ասաց Վահագնը մեղմորեն։ Խաչիկը շրջվեց դեպի նա։ Ինչ անել։ Ապրել այստեղ։ Քեզ հետ։ Կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Խաչիկը խորը շունչ քաշեց, զգուշորեն ընտրելով առերը։ Ես չեմ ձացնում, թե ոչինչ տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել։ Եվ դա սարսափելի էր։ Բայց մենք չենք կարող փոխել անցյալը։ Մենք կարող ենք միայն փորձել այլ ապագա կառուցել։ Վահագնը դառը ծիծաղեց։ Դու խոսում ես, կարծես հեշտ լինի։ Կարծես կարողանաս պարզապես ջնջել տարիների վիրավորանքը բարի մտադրություններով։ Հեշտ չէ, համաձայնեց խաչիկը։ Եվ ես չեմ խնդրում, որ դու որևէ բան ջնջես։ Ես պարզապես խնդրում եմ մի հնարավորություն, ապացուցելու, որ ես փոխվել եմ։ Որ սովորել եմ։ Որ այլս այն մարդը չեմ, որը քեզ վռնդեց այն տնից։ Վահագնը երկար ուսումնասիրեց նրան, իսկ հետո հոգոց հանեց։ Լավ։ Փորձենք։ Հանուն Անուշիկի։ Նա արժանի է իսկական ընտանիք ունենալու։ Խաչիկը գլխով արեց, իմանալով, որ առայժմ դա պետք է բավարար լինի։ Վստահությունը մեկ օրում չի վերականգնվում։ Բայց յուրաքանչյուր փոքր քայլը հաշվվում էր։ Առաջին օրերը տարօրինակ էին։ Վահագնը ժամանակի մեծ մասն անցկացնում էր սենյակում, դուրս գալով միայն ուտելու Անահիտի հետ խաղալու համար։ Խաչիկը փորձում էր տարածք տալ, բայց նա հնարավորություններ էր փնտրում խոսելու, վերամիավորվելու համար։ Բացահայտեց, որ Վահագնը սիրում է խոհարարություն անել, մի բան, որը նա չգիտեր։ Եղբայրը պարզ, բայց համեղ ուտեստներ էր պատրաստում, համեմունքներ, որոնք սովորել էր տիկին Սիրանուշից, բաղադրատոմսեր, որոնք խոսում էին քչով ապրելու, բայց այն արդյունավետ օգտագործելու տարիների մասին։ Մի երեկո խաչիկը մտավ խոհանոց, գտավ Վահագնին, հավի շոգեխաշուկ պատրաստելիս։ Հոտը հանգստացնող էր, տնական, տարբերվում էր թանկարժեք ռեստորանների ուտեստներից, որոնց խաչիկը սովոր էր։ Կարող եմ օգնել, հարցրեց խաչիկը։ Վահագնը տատանվեց, հետո մատնացույց արեց կարտոֆիլը։ Կարող ես սրանք մաքրել։ Նրանք աշխատում էին կողք կողքի լռության մեջ, միայն դանակների ձայնը կտրատման տախտակների վրա լցնում էր տարածքը։ Դա միաժամանակ տարօրինակ էր, ծանոթ։ Խաչիկը հիշեց, երբ երեխա էին, օգնում էին մորը խոհանոցում կիրակի օրերին։ Նախքան ամեն ինչի բարդանալը։ Նախքան փողը, հավակնությունները, դավաճանությունները։ Գիտես, հանկարծ ասաց Վահագնը, աչքերը չկտրելով կաթսայից։ Երբ ճանապարհին էի, օր ու գիշեր վարելով։ Այդ բեռնատարը, ես շատ էի մտածում քո մասին։ Խաչիկը դադարեցրեց մաքրելը, սպասելով։ Մտածում էի, թե որքան մոտ էինք մանկությանը։
Թե ինչպես էիր միշտ ինձ պաշտպանում դպրոցում։ Թե ինչպես խոստացանք, որ մի օր գործընկերներ կլինենք, որ միասին ինչ-որ բան կկառուցենք։ Վահագնի ձայնը դողաց, նա կանգ առավ, խորը շունչ քաշելու։ Եվ հետո մտածում էի, թե ինչպես ամեն ինչ փլուզվեց։ Թե ինչպես հավատացիր ստերին։ Թե ինչպես ինձ դուրս արեցիր, նույնիսկ բացատրելու հնարավորություն չտալով։ Գիտեմ, ասաց Խաչիկը, մեղքի զգացումը ծանրացած իր խոսքերում։ Ես սխալ էի։ Բոլորովին սխալ։ Վահագնը շրջվեց դեպի նա, նրա աչքերում արցունքներ կային։ Գիտես, որն էր ամենավատը։ Ոչ թե վռնդվելը։ Ոչ թե ընկերությունում իմ տեղը կորցնելը։ Այլ իմ եղբորը կորցնելը։ Զգալը, որ այն ամենը, ինչ միասին կառուցել էինք, մանկության բոլոր այդ խոստումները, ոչինչ չէին նշանակում։ Խաչիկը դրեց դանակը մի քայլ արեց դեպի Վահագնը։ Նշանակում էին։ Նշանակում են։ Ես երբեք չպետք է կասկածեի քեզ։ Երբեք չպետք է ընտրեի փողը, ընկերությունը, հպարտությունը, փոխարեն։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կանցկացնեմ, փորձելով փոխհատուցել դա։ Վահագնը փակեց աչքերը, արցունքներն ազատ հոսեցին։ Ես պարզապես ուզում էի իմ եղբորը հետ ստանալ։ Խաչիկը գրկեց նրան, Վահագնը չդիմադրեց։ Երկուսով կանգնած մնացին այնտեղ, այդ համեստ խոհանոցում, լաց լինելով տարիների ցավը, բաժանումը, չասված խոսքերը։ Անահիտը հայտնվեց դռան մոտ, տեսավ գրկախառնված երկու տղամարդկանց, լիովին չհասկանալով, բայց զգալով պահի կարևորությունը, վազեց նրանց էլ գրկեց, ստեղծելով քնքշության քավության փոքրիկ շրջանակ։ Այդ գիշերը շրջադարձային եղավ։ Խոսակցություններն ավելի հեշտացան։ Ժպիտները ավելի հաճախակի։ Վահագնը սկսեց պատմել ճանապարհի պատմություններ, մարդկանց մասին, որոնց հանդիպել էր, վայրերի մասին, որոնք այցելել էր։ Խաչիկը խոսում էր ընկերության, իր հեղինակությունը վերականգնելու մարտահրավերների, դեռ ընթացող դատական գործերի մասին։ Բայց խնդիրները չէին անհետացել։ Սեդան շարունակում էր ամուսնալուծությունը հնարավորինս ցավոտ դարձնել։ Նա պահանջում էր անհեթեթ գումարներ, պնդում էր, որ իրավունք ունի։ Ամեն ինչի կեսի, ներառյալ ընկերությունները, որոնք արդեն սնանկանում էին սկանդալի պատճառով։ Փաստաբանները կլանում էին փող, որը Խաչիկն այլս առատությամբ չուներ։ Եվ հետո եկավ ամենածանր հարվածը։ Միքայել Պետրոսյանը, հասկանալով, որ կբանտարկվի, որոշեց իր հետ ուրիշներին էլ տանել։ Նա սկսեց ցուցմունքներ տալ, բացահայտելով սխեմաներ, որոնք շատ ավելի հեռու էին գնում, քան Խաչիկը պատկերացնում էր։ Եվ այդ բացահայտումների մեջ նա մի ռումբ պայթեցրեց, յուրացված փողի մի մասն օգտագործվել էր քաղաքական արշավներում, հարկային տեսուչներին կաշառք տալու, մրցույթների համար կաշառքների մեջ։ Եվ թե Խաչիկը չգիտեր, թե երբեք չէր լիազորել, նրա անունը որոշ փաստաթղթերում կար։ Կեղծված ստորագրություններ, բայց որոնք իրական էին թվում։ Միքայելը տարիների ընթացքում պաշտպանել էր իրեն, ստեղծելով ընդհանուր պատասխանատվության ցանց, ապահովելու համար, որ եթե ինքն ընկնի, իր հետ ուրիշներին էլ կտանի։ Լուրը եկավ ԱԾ-ից կանչի տեսքով։ Խաչիկը պետք է նորից ցուցմունք տար, այս անգամ որպես հանցագործությունների հնարավոր մասնակից։ Մամուլը խնջույք արե։ Վերնագրերը գոռում էին արաբ գործարարի մասին, ով հարստություն էր կուտակել կոռուպցիայի միջոցով։ Կարևոր չէր, որ նա զոհ էր։ Կարևոր չէր, որ փորձում էր ճիշտն անել։ Հանրային ընկալումն անողոք էր։ Հաճախորդները չեղարկեցին պայմանագրերը։ Մատակարարները պահանջեցին կանխավճարներ։ Բանկերը կտրեցին վարկային գծերը։ Շաբաթների ընթացքում Խաչիկի կայսրությունից մնացածը սկսեց փլուզվել։ Մի առավոտ նա նստած էր խոհանոցի սեղանի մոտ, շրջապատված թղթերով, վճարվելիք հաշիվներով, որոնք ավելին էին, քան նա ուներ հաշվին, դատական գործերի ծանուցումներով, կանչերով։ Վահագնը նստեց մյուս կողմում, ձեռքին սուրճի բաժակ։ Որքան ունես, հարցրեց նա ուղիղ։ Խաչիկը ձեռքն անցկացրեց հոգնած դեմքով։ Քիչ։ Շատ քիչ։ Գուցե բավական ես 3 ամիս հաշիվները վճարելու համար։ Դրանից հետո ստիպված կլինեմ նա այս բնակարանը վաճառել։ Իսկ ընկերությունը սնանկացած է։ Կամ դրան մոտ։ Մնացած գործընկերները փորձում են ինձ ստիպել դուրս գալ։ Ուզում են իմ բաժինը գնել չնչին գումարով շարունակել առանց ինձ։ Վահագնը մի կում սուրճ խմեց, մտածկոտ։ Եվ դու կթողնես։
Խաչիկը թոթվեց ուսերը, պարտությունն ակնհայտ էր նրա աչքերում։ Շատ ընտրություն չունեմ։ Փող է պետք փաստաբանների, հաշիվների, ձեզ խնամելու համար։ Մեզ շատ բան պետք չէ, ասաց Վահագնը։ Մենք տարիներ շարունակ քչով ենք ապրել։ Կարող ենք նորից անել դա։ Բայց Անահիտն ավելին է արժանի։ Արժանի է լավ դպրոցներում սովորելու, հնարավորություններ ունենալու, այլս երբեք խցանման մեջ ողորմություն չխնդրելու։ Վահագնը թեքվեց սեղանի վրայով, ստիպելով Խաչիկին նայել իրեն։ Անուշիկին սեր է պետք, կայունություն, ընտանիք։ Մնացածը կլուծենք։ Մի ոչնչացրու քեզ, փորձելով նրան նյութական բաներ տալ։ Տուր նրան քեզ։ Ներկա, ամբողջական, ազնիվ։ Բառերը ուղիղ խոցեցին Խաչիկին։ Նա այնքան ժամանակ էր անցկացրել հաջողության հետից ընկած, գույք կուտակելով, կայսրություններ կառուցելով, որ մոռացել էր հիմնականը։ Ներկայություն։ Քնքշություն։ Ժամանակ։ Դու ճիշտ ես, ասաց Խաչիկը մեղմորեն։ Ես պարզապես չգիտեմ, ինչպես նորից սկսել։ Ինչպես ապրել առանց այն ամենի, ինչ կառուցել եմ։ Վահագնը ժպտաց, այդ ժպիտի մեջ հասկացողո։ Ություն կար։ Սովորում ես։ Դժվար է, երբեմն նվաստացուցիչ։ Բայց նա ազատագրող։ Երբ կորցնելու ոչինչ չունես, բացահայտում ես, թե ով ես իրականում։ Խաչիկը գլխով արեց, զգալով, թե ինչպես մի բան լուծվեց իր ներսում։ Նա կկայացներ որոշումը։ Կվաճառեր ընկերությունից մնացածը։ Կմարեր պարտքերը, որքան կարողանար։ Եվ կսկսեր զրոյից։ Բայց կյանքը դեռ ավելի շատ շրջադարձեր էր պատրաստել։ 2 շաբաթ անց տիկին Սիրանուշը մահացավ։ Խաղաղ, քնի մեջ, բայց հսկայական դատարկություն թողեց։ Անահիտը օրեր շարունակ լաց էր լինում, ոչ Խաչիկը, ոչ Վահագնը չգիտեին, թե ինչպես մխիթարել երեխային մահվան առջ։ Նրանք պարզապես այնտեղ էին, բռնում էին նրան, թույլ տալիս, որ լաց լինի, ցույց տալիս, որ մենակ չէ։ Հուղարկավորությունը պարզ էր՝ Մալաթիա Սեբաստիայի հանրային գերեզմանատանը։ Ներկա էին հարաններ, մարդիկ, որոնց տիկին Սիրանուշն օգնել էր կյանքի ընթացքում, դեմքեր նշանավորված ծայրամասում ապրելու դժվարությամբ, բայց նա համերաշխությամբ, որը միայն դժվարությունն է սովորեցնում։ Արարողությունից հետո քահանան մոտեցավ Խաչիկին Վահագնին։ Տիկին Սիրանուշն ինձ ձեզ համար մի բան է թողել, ասաց նա, տալով դեղնած ծրար։ Խաչիկը բացեց այն։ Ներսում մի նամակ էր, գրված դողացող, բայց ընթեռնելի ձեռագրով։ Իմ սիրելի տղաներ, գրել էր տիկին Սիրանուշը։ Եթե կարդում եք սա, ուրեմն ես արդեն գնացել եմ։ Մի տխրեք ինձ համար։ Ես երկար կյանք ապրեցի, վերջում ունեցա ուրախությունը, տեսնելու ընտանիքի վերամիավորումը։ Հոգ տարեք իմ Անուշիկի մասին։ Նա առանձնահատուկ է։ Չափազանց մեծ սիրտ ունի այս փոքր աշխարհի համար։ Եվ դուք երկուստ լիովին ներեք միմյանց։ Կյանքը չափազանց կարճ է վիրավորանքներ կրելու համար։ Երջանիկ եղեք։ Իսկական եղբայրներ եղեք։ Սա է այն ամենը, ինչ մի ծեր կին է խնդրում։ Խաչիկը զգուշորեն ծալեց նամակը, աչքերն այրվում էին։ Նրա կողքին Վահագնն առանց ամոթի սրբում էր արցունքները։ Նա ճիշտ էր, ասաց Վահագնը։ Կյանքը չափազանց կարճ է։ Խաչիկը նայեց եղբորը, 7 տարվա մեջ առաջին անգամ այնտեղ միայն սեր տեսավ։ Այլս ոչ վիրավորանք։ Ոչ վրդովմունք։ Պարզապես այն եղբայրը, որին ունեցել էր մանկությանը, եղբայրը, որին կորցրել էր, որին հիմա վերագտնու։ Էր։ Նրանք լուռ վերադարձան տուն, Անահիտը քնած էր հետի նստատեղին։ Աղջիկը մեծացել էր վերջին ամիսներին։ Այլս այն վախեցած երեխան չէր, որը լուսացույցի մոտ օգնություն էր խնդրել։ Հիմա դեմքին գույն կար, մաքուր հագուստ, դպրոց էր հաճախում։ Բայց ամենից վեր, ընտանիք ուներ։ Այդ գիշեր, մինչ Անահիտը քնած էր, Խաչիկն ու Վահագնը նստեցին բնակարանի պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին։ Հիշում ես, երբ երեխա էինք, հարցրեց Վահագնը։ Եվ երազում էինք նվաճել աշխարհը։ Խաչիկը ժպտաց։ Հիշում եմ։ Դու ուզում էիր մրցաշավորտ դառնալ։ Ես ուզում էի միջազգային ընկերության սեփականատեր լինել։ Վահագնը ծիծաղեց։ Տես, թե ինչ ստացվեց։ Դու ընկերության սեփականատեր եղար, իսկ ես բեռնատար վարեցի ճանապարհներին։ Ճիշտ այն չէ, ինչ պլանավորել էինք։
Բայց մենք այստեղ ենք, ասաց Խաչիկը։ Միասին։ Մի գեղեցիկ դստեր հետ։ Եվ դա ավելին արժե, քան ցանկացած հին երազանք։ Վահագնը մի պահ լուռ մնաց, հետո հարցրեց. Հիմա ինչ ես անելու։ Ամեն ինչ վաճառելուց հետո։ Խաչիկը մտածեց։ Տարիներ անց առաջին անգամ նա մանրամասն պլան չուներ։ Հնգամյա ռազմավարություն, շահույթի կանխատեսումներ։ Չգիտեմ, խոստովանեց նա։ Գուցե նոր բան սկսենք։ Փոքր։ Ազնիվ։ Մի բան, որը միասին կկառուցենք։ Հավանեցի դա։ Միասին։ Եվ հետո Խաչիկի մտքով մի գաղափար անցավ։ Հիշում ես մեր պապի ագարակը։ Այնտեղ, Տավուշում։ Վահագնը գլխով արեց։ Այն հողակտորը Դիլիջանի մոտ։ Մենք արձակուրդներն այնտեղ էինք անցկացնում, երբ երեխա էինք։ Այն դեռ մերն է։ Երբեք չի վաճառվել։ Լքված է, բայց մերն է։ Վահագնը շրջվեց եղբորը նայելու, աչքերը սկսեցին փայլել։ Դու մտածում ես այն, ինչ ես եմ մտածում։ Խաչիկը ժպտաց, դա անկեղծ, հնարավորություններով լի ժպիտ էր։ Ես մտածում եմ, որ գուցե ժամանակն է վերադառնալ արմատներին։ Անահիտին մեծացնել մի վայրում, որտեղ տարածք կա, մաքուր օդ։ Նորից սկսել, ինչ-որ բան անելով ձեռքերով, տնկելով, կառուցելով։ Իրական բան։ Վահագնը ոտքի կանգնեց, շաբաթներ անց առաջին անգամ ոգորված։ Մենք կարող ենք բանջարանոց ունենալ։ Հավեր պահել։ Անուշիկը կհիանա։ Եվ մեզ շատ փող պետք չի լինի։ Կարող ենք պարզ ապրել։ Երկու եղբայրները նայեցին միմյանց։ Այնտեղ, այդ պատշգամբում, ծնվեց նոր երազանք։ Ոչ հարստության, ոչ իշխանության, ոչ կայսրության, այլ պարզության։ Ազնիվ աշխատանքի։ Ընտանիքի։ Եթե դուք լինեիք Խաչիկի տեղում, կհրաժարվեիք ողջ շքեղությունից ու հարմարավետությունից, ձեր եղբոր հետ գյուղում կյանքը վերակառուցելու համար, թե՞ կփորձեիք փրկել ձեր բիզնեսը ամեն գնով։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Հաջորդ շաբաթների ընթացքում նրանք պլանավորեցին։ Խաչիկն ավարտին հասցրեց իր ընկերություններից մնացածի վաճառքը, մարեց պարտքերի մեծ մասը, համաձայնության եկավ Սեդայի հետ, որտեղ նա ստացավ գրեթե ամեն ինչ, բայց դրա դիմաց ստորագրեց ամուսնալուծության փաստաթղթերը առանց հետագա ձգձգումների։ Երբ ավարտեց, մի քանի խնայողություններ էին մնացել։ Ոչ շատ, բայց բավական սկսելու համար։ Նրանք պլանը պատմեցին Անահիտին, որն արձագանքեց այնպիսի ոգորությամբ, որը միայն երեխան կարող էր ունենալ։ Նա նկարեց, թե ինչպիսին կլինի տունը, ծաղիկներով լի այգով, ծառից կախված ճոճանակով, բակում ազատ վազող հավերով։ Եվ մի շաբաթ առավոտ, 3 համեստ ճամպրուկ բարձեցին մեքենան, փակեցին բն։ Ակարանը, որը շուտով նույնպես կվաճառվեր, ճանապարհ ընկան դեպի Տավուշի մարզ։ Ճանապարհորդությունը երկար էր, բայց լի ծիծաղով։ Վահագնը պատմում էր ճանապարհի պատմություններ, Անահիտը երգում էր դպրոցում սովորած երգեր, Խաչիկը բացահայտում էր, որ առանց շտապելու, առանց հրատապ նպատակակետի վարելը մեդիտացիայի միծ է։ Երբ հասան ագարակ, Արը մայր էր մտնում։ Գույքը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին Խաչիկը հիշում էր։ Գլխավոր տունը վերանորոգման կարիք ուներ, հողը պատված էր մոլախոտով, ցանկապատը մի քանի տեղից ընկած էր։ Բայց ներուժ կար։ Հնարավորություն կար։ Նոր սկիզբ կար։ Անահիտը դուրս վազեց, բացահայտելով յուրաքանչյուր անկյուն, նրա ծիծաղը արձագանքում էր հողի վրա, որը շուտով իր տունը կլիներ։ Վահագնը ձեռքը դրեց Խաչիկի ուսին։ Կատարյալ է։ Խաչիկը շուրջը նայեց։ Շքեղություն չկար։ Անմիջական հարմարավետություն չկար։ Բայց խաղաղություն կար։ Եղբայրություն կար։ Իրական բան կառուցելու հնարավորություն կար։ Այո, համաձայնեց Խաչիկը։ Կատարյալ է։ Եվ մինչ Արն անհետանում էր հորիզոնում, երկինքը ներկելով նարնջագույն վարդա։ Գույն 3 վիրավոր, բայց բուժման ընթացքում գտնվող հոգիներ սկսեցին պատկերացնել այն ապագան, որը կկառուցեին այնտեղ, միասին, հեռու քաղաքի աղմուկից, հեռու դավաճանություններից ու ստերից, հեռու այն ամենից, ինչը քիչ էր մնում նրանց ոչնչացներ։ Այնտեղ, այդ մոռացված հողակտորի վրա, նրանք վերջապես կարող էին լինել պարզապես այն, ինչ միշտ պետք է լինեին, ընտանիք։ Ագարակում առաջին ամիսները դժվարին էին այնպիսի ձերով, որոնք Խաչիկը երբեք չէր պատկերացրել։
Արից շուտ արթնանալը նորություն չէր առավոտյան հանդիպումներին սովոր գործարարի համար, բայց դա անել հավերին կերակրելու, ցանկապատեր վերանորոգելու բանջարանոցը քաղանելու համար բոլորովին այլ տեսակի հոգնածություն էր։ Դա ֆիզիկական էր, ազնիվ, յուրաքանչյուր օրվա վերջում նա խորը քնում էր, առանց այն մղձավանջների, որոնք հետապնդում էին իրեն երանում։ Վահագնն ավելի արագ հարմարվեց։ Տարիներ շարունակ քչով ապրելը, տարիներ շարունակ անհրաժեշտության դեպքում ֆիզիկական աշխատանք կատարելը նրան տվել էին մի դիմացկունություն, որը Խաչիկը սովորում էր հիանալ։ Եղբայրը երգելով էր։ Բրտնանում թունդ սուրճ էր պատրաստում, որը խմում էին պատշգամբում, օրը պլանավորելիս, աշխատում էր ժպիտը դեմքին, որը Խաչիկը չէր տեսել մանկուց։ Անահիտը ծաղկում էր ինչպես մի բույս, որը վերջապես տնկվել է ճիշտ հողում։ Նա օգնում էր բանջարանոցում, հավաքում էր ձվեր, հետապնդում թիթեռներ, բարձրանում ծառեր։ Գիշերները լցված էին սեղանի շուրջ պատմվող պատմություններով, հատակին սփռված գունավոր նկարներով, ծիծաղով, որն արձագանքում էր հին տանը, որը կամաց-կամաց վերակենդանանում էր։ Խաչիկը Անահիտին գրանցել էր մոտակա քաղաքի դպրոցում։ Այն պարզ էր, համայնքային, բայց ուսուցիչները նվիրված էին, աղջիկն արագ էր սովորում։ Նա ընկերներ ձեռք բերեց, մասնակցում էր ներկայացումների, տուն էր բերում դպրոցական աշխատանքներ, որոնք Խաչիկն ու Վահագնը հպարտորեն կախում էին սառնարանից։ Անահիտի փոխակերպումը ամենամեծ պարտքն էր։ Աղջիկը, որին գտել էր լուսացույցի մոտ, տխուր աչքերով կեղտոտ հագուստով, դարձել էր կենսունակ, երազանքներով լի երեխա, որը ոգորությամբ էր խոսում ապագայի մասին։ Նա ուզում էր անասնաբույժ դառնալ, խնամել կենդանինը։ Մի օր իր սեփական ագարակն ունենալ։ Եվ Խաչիկը ջանք չէր խնայում այդ երազանքները սնելու, ցույց տալու, որ ամեն ինչ հնարավոր է աշխատանքով, նվիրվածությամբ։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէր։ Փողը հաշվով էր։ Խաչիկը վաճառել էր այն ամենը, ինչ ուներ, բայց պարտքերը կլանել էին մեծ մասը։ Ինչ մնացել էր, ներդրել էին տան վերանորոգման, գործիքների, սերմերի, կենդանիների մեջ։ Նրանք ապրում էին խնայողաբար, յուրաքանչյուր լուման ձգվում էր առավելագույնս։ Որոշ օրեր հատկապես դժվար էին։ Երբ բերքը լավ չէր լինում։ Երբ մի կենդանի հիվանդանում էր։ Երբ ինչ-որ անսպասելի հաշիվ էր գալիս։ Այդ պահերին Խաչիկը սրտում սեղմոց էր զգում, մի ձայն շշնջում էր, որ նա սխալ է գործել, որ դեն է նետել մի կայսրություն, ռոմանտիկ իդեալի համար։ Հենց այդպիսի դժվար գիշերներից մեկում Վահագնը գտավ նրան, մենակ նստած պատշգամբում, նայելով աստղերին։ «Զղջում ես», հարցրեց Վահագնը, նստելով կողքին։ Խաչիկը տատանվեց նախքան ազնվորեն պատասխանելը։ Երբեմն։ Երբ նայում եմ Անահիտին, մտածում այն ամենի մասին, ինչ կարող էի նրան տալ, եթե պահեի փողը։ Առաջնակարգ կկրթություն, ճանապարհորդություններ, հնարավորություններ։ Վահագնը մի պահ լուռ մնաց, հետո մեղմորեն խոսեց. «Գիտես, ինչ եմ սովորել տիկին Սիրանուշի հետ ապրելով, որ երեխային հարստություն պետք չէ։ Ներկայություն է պետք։ Անուշիկն ունի երկու մարդ, որոնք իրեն իսկապես սիրում են, որոնք այստեղ են ամեն օր, որոնք նրան սովորեցնում են աշխատանքի, ազնվության, ընտանիքի մասին։ Դա ավելին արժե, քան ցանկացած բանկային հաշիվ»։ Խաչիկը հոգոց հանեց։ Ես դա գիտեմ մտքով, բայց երբեմն սիրտը դեռ ցավում է։ Դա այն պատճառով է, որ դու դեռ հրաժեշտ ես տալիս այն մարդուն, որը եղել ես։ Եվ դա նորմալ է։ Փոփոխությունը ցավոտ է։ Բայց նայիր շուրջդ։ Նայիր, թե ինչ են կառուցել մի քանի ամսում։ Կատարյալ չէ, բայց մերն է։ Իրական է։ Խաչիկը նայեց ագարակին։ Վառված լույսերով տունը, բերք տալ սկսող բանջարանոցը, հավաբունը, որտեղ Անահիտը ժամերով զրուցում էր կենդանիների հետ։ Վահագնը ճիշտ էր։ Դա այն կայսրությունը չէր, որը նա պատկերացրել էր կառուցել, բայց անսահման ավելի արժեքավոր էր։ Շնորհակալ եմ, ասաց Խաչիկը, որ ինձնից հույս չկտրեցի։ Որ ինձ այս հնարավորությունը տվեցիր։ Վահագնը ժպտաց։ Մենք եղբայրներ ենք։ Եղբայրները այդպես են անում։ Եվ այդ պահին Խաչիկը զգաց, թե ինչպես մի բան վերջնականապես արձակվեց իր ներսում։ Դիմադրության, վիրավորված հպարտության, զղջման վերջին կտորը։ Նա ճիշտ այնտեղ էր, որտեղ պետք է լիներ։ Ամիսները վերածվեցին տարվա։ Ագարակը համեստորեն բարգավաճում էր։ Նրանք ձու, բանջարեղեն կանաչեղեն էին վաճառում քաղաքի շուկայում։
Շատ բան չէին վաստակում, բայց ապրելու համար բավական էր։ Խաչիկը սովորեց տանիքներ վերանորոգել, Վահագնը ընդլայնված փոքրիկ հավաբուն կառուցեց, Անահիտն այժմ ուներ մի անտուն շուն, որին որդեգրել էին փողոցից, որը նրան հետում էր ամենուր։ Կյանքը պարզ էր, բայց լիարժեք։ Եվ հետո, մի կիրակի կեսօր, նրանք անսպասելի հյուր ունեցան։ Մի մեքենա կանգնեց տան դիմաց, դրանից դուրս եկավ կոստյումով մի տղամարդ, բոլորովին անտեղի այդ գյուղական տեսարանում։ Խաչիկը նրան անմիջապես ճանաչեց։ Ռուբենն էր, նրա հին գործընկերներից մեկը, այն սակավաթիվներից, որոնք ճգնաժամի ընթացքում նրան լիովին չէին լքել։ Ռուբենը շուրջը նայեց, ակնհայտորեն զարմացած իր տեսածից։ Խաչիկ, դու ես։ Խաչիկը հողոտ ձեռքերը սրբեց ջինսե տաբատին մոտեցավ։ Ռուբեն, ինչպիսի անակնկալ։ Ինչն է քեզ այստեղ բերել։ Ռուբենը տատանվեց, կարծես չգիտեր, որտեղից սկսել։ Պետք է քեզ տեսնեի։ Անձամբ պատմեի։ Ինչ պատմեիր։ Միքայել Պետրոսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Եվ դատավճռում դատավորը հստակ նշեց, որ դու զոհ ես եղել, ոչ թե հանցակից։ Քո անունը պաշտոնապես մաքրվել է։ Խաչիկը զգաց սրտի արագ բաբախյունը։ Մաքրվել։ Նրա անունը մաքուր էր։ Եվ ավելին կա, շարունակեց Ռուբենը։ Դատապարտմամբ մենք կարողացանք վերականգնել յուրացված փողի մի մասը։ Արդարադատությունը որոշեց, որ դու փոխհատուցման իրավունք ունես։ Ամբողջը չէ, նույնիսկ մոտ չէ։ Բայց մի քանի միլիոն է։ Բավական է, որ դու նորից սկսես։ Որ վերադառնաս։ Բառերը կախված մնացին օդում։ Վերադառնալ։ Նորից սկսել։ Խաչիկը կարող էր տեսնել իր առջ բացվող ճանապարհը։ Այդ փողով նա կարող էր վերադառնալ շուկա։ Վերակառուցել ընկերություն։ Նորից դառնալ այն հաջողակ գործարարը, որը եղել էր։ Բայց հետո… Նա նայեց տանը։ Անահիտը հայտնվեց դռան մոտ, մազերը անփույթ հյուսերի մեջ, պարզ զգեստը խոտից կեղտոտված, շունը նրա կողքին։ Նա ոգորված ձեռքով արեց. Խաչիկ քեռի։ Արի տես։ Հավը այսօր 3 ծու է ածել։ Վահագնը հայտնվեց նրա հետից, մի ձեռքը աղջկա ուսին, ժպտալով։ Եվ այդ պահին Խաչիկը իմացավ, թե որն է իր պատասխանը։ Նա շրջվեց դեպի Ռուբենը։ Շնորհակալ եմ, որ մինչ այստեղ եկել ես, ինձ պատմելու։ Իսկապես։ Բայց ես չեմ վերադառնալու։ Ռուբենը թարթեց, շփոթված։ Չես վերադառնալու։ Խաչիկ, դու հնարավորություն ունես վերականգնելու ամեն ինչ։ Հրապարակայնորեն մաքրելու քո անունը։ Նորից դառնալու այն, ինչ եղել ես։ Խաչիկը ժպտաց, դա անկեղծ խաղաղության ժպիտ էր։ Ես չեմ ուզում նորից դառնալ այն, ինչ եղել եմ։ Այն մարդը հավակնոտ էր, հաջողակ, բայց դատարկ էր։ Այս մարդը այստեղ, Խաչիկը մատնացույց արեց իրեն, հողից կեղտոտված, պարզ հագուստով, այս մարդն ունի շատ ավելի արժեքավոր բան։ Ընտանիք ունի։ Նպատակ ունի։ Խաղաղություն ունի։ Ռուբենը նորից շուրջը նայեց, այս անգամ այլ աչքերով։ Դու լուրջ ես խոսում։ Բոլորովին։ Վերցրու փոխհատուցման գումարը նվիրաբերիր բարեգործական հաստատություններին։ Երեխաների ապաստարաններին։ Մարդկանց, որոնք ավելի շատ կարիք ունեն, քան ես։ Ռուբենը գլուխը թափահարեց, անհավատությամբ։ Դու խելագարվել ես։ Սա այնպիսի երկրորդ հնարավորություն է, որը քչերն են ունենում։ Ես արդեն ունեցել եմ իմ երկրորդ հնարավորությունը, ասաց Խաչիկը, նայելով Անահիտին Վահագնին։ Եվ այն հենց այստեղ է։ Ռուբենս մի քանի րոպե մնաց, փորձելով վիճել, բայց վերջիվերջո հասկացավ, որ Խաչիկն անդրդվելի է։ Երբ հեռացավ, նա ձեռքով արեց մեքենայի պատուհանից, դեռս ակնհայտորեն չհավատալով իր ականատես եղած որոշմանը։ Վահագնը մոտեցավ Խաչիկին, երբ մեքենան անհետացավ հողոտ ճանապարհին։ Դու իսկապես հրաժարվեցիր միլիոններից։ Խաչիկը թոթվեց ուսերը։ Փողը ինձ կգայթակղեր վերադառնալ այն կյանքին։ Եվ ես չեմ ուզում այն կյանքը։ Ես սա եմ ուզում։ Վահագնը գրկեց եղբորը, այդ գրկախառնության մեջ հպարտություն կար։ Դու ավելի լավ մարդ ես, քան ես պատկերացնում էի, որ կարող ես լինել։ Ես ավելի լավ մարդ եմ, քան ես պատկերացնում եմ։
Որ կարող եմ լինել, ուղղեց Խաչիկը։ Այդ որոշումը նշանավորեց վերջնական շրջադարձային կետ։ Խաչիկն այլևս աքսորված գործարար չէր, որը սպասում էր վերադարձի հնարավորության։ Նա ֆերմեր էր, հայր, եղբայր։ Եվ նա խաղաղ էր դրա հետ։ Տարիներն անցան։ Անահիտը մեծացավ, երեխայից դառնալով դեռահաս։ Նա պահպանեց անասնաբույժ դառնալու երազանքը, Խաչիկն ու Վահագնը հավաքում էին իրենց կարողացած յուրաքանչյուր լուման ապահովելու համար, որ նա կարողանա սովորել։ Աղջիկը փայլուն էր, նվիրված, լի կարեկցանքով ցանկացած կենդանի արարածի նկատմամբ։ Ագարակը համեստորեն ընդլայնվեց։ Նրանք ավելի շատ հավեր, մի քանի այծ գնեցին, պտղատու ծառեր տնկեցին։ Տարածաշրջանում հայտնի դարձան որպես եղբայրներ, որոնք թողել էին ամեն ինչ մեծ քաղաքում, հողի աշխատանքով ապրելու համար։ Ոմանք նրանց խելագար էին համարում։ Մյուսները հիանում էին նրանցով։ Խաչիկը երբեք չզղջաց։ Նա սովորեց հարստությունը այլ կերպ չափել։ Ոչ թե բանկային հաշվի թվանշաններով, այլ Անահիտի հետ խաղալով անցկացրած կեսօրներով, գիշերները Վահագնի հետ խորը զրույցներով, մայրամուտը անհնարին։ Գույներով երկինքը ներկելը դիտելով, սեփական ձեռքերով իր տնկած սնունդը հավաքելով։ Մի օր Անահիտը դպրոցից եկավ մի առաջարկով։ Մենք կյանքի պատմությունների մասին նախագիծ ենք անում։ Կարող եմ մերը պատմել։ Խաչիկն ու Վահագնը հայացքներ փոխանակեցին։ Մեր պատմությունը, հարցրեց Խաչիկը։ Այո։ Թե ինչպես ենք հանդիպել։ Թե ինչպես դու ինձ գտար լուսացույցի մոտ փոխեցիր ամեն ինչ։ Թե ինչպես ընտանիքը վերամիավորվեց։ Խաչիկը զգաց աչքերի այրվելը։ Երբեմն մոռանում էր, որ Անահիտի համար Երանի խցանման մեջ այդ պատահական հանդիպումը պարզապես հիշողություն չէր։ Դա այն պահն էր, որը սահմանել էր նրա կյանքը։ Իհարկե կարող ես, ասաց նա, ձայնը խեղդված։ Պատմիր ամեն ինչ։ Ներկայացման օրը Խաչիկն ու Վահագնը նստեցին դասարանի հետում, այլ ծնողների միջ։ Անահիտը, այժմ 13 տարեկան, վստահորեն բարձրացավ դասարանի առջ։ Նա պատմությունը պատմեց այնպիսի պերճախոսությամբ, որը զարմացրեց նույնիսկ Խաչիկին։ Խոսեց այն աղջկա մասին, որն օգնություն էր խնդրում, սպիտակ հագուստով տղամարդու մասին, որը կանգնեցրեց մեքենան քավության։ Ներման ճանապարհորդության մասին։ Խոսեց այն մասին, թե ինչպես է իսկական սերը երբեմն նշանակում հրաժարվել այն ամենից, ինչ կարոր ես համարում, որպեսզի բացահայտես, թե ինչն է իսկապես կարոր։ Երբ ավարտեց, շատերի դեմքերին արցունքներ կային։ Ուսուցչուհին տեսանելիորեն հուզված էր։ Եվ Խաչիկը չամաչեց իր սեփական դեմքով հոսող արցունքներից։ Հետո, տուն վերադառնալու ճանապարհին, Անահիտը բռնեց Խաչիկի ձեռքը։ Շնորհակալ եմ, ասաց նա մեղմորեն։ Ինչի՞։ Համար։ Որ ինձ չթողեցիր այն լուսացույցի մոտ։ Որ մեզ ընտրեցիր փողի փոխարեն։ Որ ինձ ընտանիք տվեցիր։ Խաչիկը կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, չկարողանալով շարունակել վարել իրեն տիրող հուզմունքից։ Նա շրջվեց, նայելու Անահիտին Վահագնին։ Դուք ինձ փրկեցիք, ասաց նա։ Ոչ թե հակառակը։ Ես կորած էի, դատարկ, հետապնդում էի բաներ, որոնք ոչինչ չէին նշանակում։ Դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչն է իսկապես կարոր։ Վահագնը ձեռքը դրեց եղբոր ուսին։ Մենք փրկեցինք միմյանց։ Ընտանիքները այդպես են անում։ Եվ այնտեղ, այդ պարզ մեքենայում, Տավուշի հողոտ ճանապարհի եզրին, երեք որոնց ճակատագիրը անհավանական կերպով միացրել էր, լուր տոնեցին իրենց հանդիպման հրաշքը։ Եվս մի քանի տարի անցավ։ Անահիտն ընդունվեց համալսարան, սովորելով անասնաբուժություն մոտակա քաղաքում։ Ամեն հանգստյան օրերին վերադառնում էր տուն, միշտ պատմություններով, թե ինչ է սովորում, ինչ կենդանիների է օգնում բուժել։ Խաչիկն ու Վահագնը միասին ծերացան, մազերը ալեխառն, ձեռքերը կոշտացած աշխատանքից, բայց սրտերը թեթ։ Նրանք մի փոքր էլ ընդլայնեցին ագարակը, այժմ ապաստան տալով փրկված կենդանիներին, որոնց Անահիտը բերում էր։ Նրանք դարձան մի տեսակ ոչ պաշտոնական արգելավայր, հայտնի այն բարությամբ, որով վերաբերվում էին յուրաքանչյուր արարածի։ Մի շաբաթ առավոտ Խաչիկն արթնացավ, գտավ Անահիտին պատշգամբում, արդեն ավարտած, այժմ 20 անց երիտասարդ կին, որը մտածկոտ արտահայտությամբ նայում էր գույքին։ Ինչի՞ մասին ես մտածում, հարցրեց նա, նստելով կողքին։ Այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։
թե ինչպես իմ կյանքը կարող էր բոլորովին այլ լինել։ Խաչիկը սպասեց, որ նա շարունակի։ Եթե դու այն օրը չկանգնեիր, եթե պարզապես առաջ գնայիր, ինչպես մյուսները, ես հիմա որտեղ կլինեի։ Դեռ փողոցում։ Մենակ։ Գուցե նույնիսկ ողջ չլինեի։ Այդպես մի մտածիր։ Բայց պետք է մտածեմ։ Որովհետև դա ստիպում է ինձ գնահատել յուրաքանչյուր պահը։ Յուրաքանչյուր ճաշ այս սեղանի շուրջ։ Յուրաքանչյուր ծիծաղ։ Յուրաքանչյուր գրկախառնություն։ Այս ամենը երաշխավորված չէր։ Դա կառուցվել է ընտրություններով։ Քո ընտրություններով։ Խաչիկը բռնեց Անահիտի ձեռքը։ Եվ քո։ Դու ընտրեցիր վստահել մի անծանոթի։ Ընտրեցիր մեզ հնարավորություն տալ։ Ընտրեցիր այս ընտանիքը մեզ հետ կառուցել։ Անահիտը թեքվեց գլուխը դրեց Խաչիկի ուսին։ Գիտես, որ ես չեմ հիշում իմ կենսաբանական մորը, ասաց նա մեղմորեն։ Ոչինչ չեմ հիշում գտնվելուց առաջ։ Բայց դա կարևոր չէ։ Որովհետև դուք երկուստ իմ իսկական ծնողներն եք։ Դուք ընտրել եք ինձ սիրել։ Եվ դա ավելին է նշանակում, քան ցանկացած արյունակցական կապ։ Խաչիկը գրկեց երիտասարդ կնոջը, որը փրկել էր նրան, որը փրկել էր իրեն։ Վահագնը հայտնվեց դռան մոտ, սուրճ բերելով, միացավ նրանց պատշգամբում։ Երեքով մնացին այնտեղ, հարմարավետ լռուտ։ Յան մեջ, դիտելով արածակը այն հողի վրա, որը նրանք տուն էին դարձրել։ Եվ Խաչիկը հասկացավ, որ սա է իսկական հարստությունը։ Ոչ թե առանձնատները, ոչ թե ներմուծված մեքենաները, ոչ թե լիքը բանկային հաշիվները։ Այլ սա։ Այս պահը։ Այս խաղաղությունը։ Այս սերը։ Նա մտածեց այն մարդու մասին, որը եղել էր։ Սառը, հաշվենկատ, հաջողությամբ տարված գործարարը։ Այդ մարդը երբեք չէր զգա այս լիարժեքության զգացումը։ Երբեք չէր ճանաչի երջանկության այս ձ. Նա կորցրել էր կայսրություն, բայց ձեռք էր բերել տուն։ Հրաժարվել էր շքեղությունից, բայց գտել էր հարստություն։ Հրաժարվել էր իշխանությունից, բայց նվաճել էր ազատություն։ Եվ մինչ արը ոսկեգույն էր ներկում երկինքը, Խաչիկը գիտեր, որ կաներ ամեն ինչ նորից, ճիշտ նույն կերպ։ Որովհետև այն 4 տարեկան աղջիկը, մեծ աչքերով կեղտոտ զգեստով, նրան տվել էր ամենամեծ նվերը, նորից մարդ դառնալու հնարավորությունը։ Նորից սկսելու հնարավորությունը։ Սիրելու հնարավորությունը։ Վերջապես, բավարար լինելու հնարավորությունը։ Ոչ թե իր նվաճումների կամ ունեցվածքի պատճառով, այլ պարզապես գոյություն ունենալու, ներկա լինելու, այն քնքշության շրջանակի մաս լինելու համար, որը ճակատագիրն այնքան անհավանական կերպով էր հյուսել։ Անահիտը ոտքի կանգնեց, ձգվելով։ Գնամ կենդանիներին ստուգեմ։ Այն այծի թաթը դեռ վնասված է։ Խաչիկը դիտեց, թե ինչպես է նա հեռանում, այնքան տարբեր իր ճանաչած վախեցած երեխայից։ Եվ հետո նայեց Վահագնին, իր եղբորը, իր ընկերոջը, այս խենթ ճանապարհորդության իր գործընկերոջը։ Արժեր, հարցրեց Վահագնը, կարծես կարդում էր նրա մտքերը։ Խաչիկը ժպտաց, մի լիարժեք, անկեղծ, առանց ստվերների ժպիտ։ Ամեն վայրկյանը։ Եվ դա ճիշտ էր։ Յուրաքանչյուր զոհաբերություն, յուրաքանչյուր մարտահրավեր, յուրաքանչյուր կասկածի պահ։ Ամեն ինչ արժեր այստեղ հասնելու համար, այս հողակտորին, որտեղ 3 վիրավոր հոգիներ վերջապես բուժում էին գտել։ Երանի խցանումը շարունակում էր քաոսային լինել։ Լուսացույցները շարունակում էին պահել անհամբեր մեքենաները։ Եվ անշուշտ այլ երեխաներ դեռ օգնություն էին խնդրում անկյուններում։ Բայց Խաչիկի, Վահագնի, Անահիտի համար այդ կոնկրետ լուսացույցը, այդ թվացյալ պատահական հանդիպումը, ոխել էր ամեն ինչ։ Ապացուցել էր, որ ուշադրության մեկ պահը, բարության մեկ արարքը, առաջ գնալու փոխարեն կանգնելու մեկ ընտրությունը կարող է վերագրել ամբողջ ճակատագրեր։ Որ ընտանիքը սահմանվում է ոչ թե արյունով, այլ ընտրությամբ։ Որ հարստությունը չափվում է ոչ թե փողով, այլ սիրով։ Որ նոր սկիզբները հնարավոր են, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Եվ որ երբեմն ամեն ինչ կորցնելը միակ ճանապարհն է, գտնելու այն, ինչն իսկապես կարևոր է։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Խաչիկի, Վահագնի, Անահիտի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք ոգեշնչվեցիք ներման, քավության ընտանեկան սիրո այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել այս պատմության մեջ։
Դուք կանեիք նույն ընտրությունները, ինչ Խաչիկը։ Կհրաժարվեիք ամեն ինչից, հանուն ընտանիքի սիրո։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ստիպում են մեզ մտածել, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանս մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին, կստիպի ձեզ վերանայել ձեր սեփական առաջնահերթությունները։ Մինչ այդ, հիշեք, իսկական սերը միշտ ավելին արժե, քան ցանկացած հարստություն։